Շքեղ երեկոն վերածվում է մղձավանջի, հավաքված էլիտայի աչքի առաջ։ Տարեց կնոջը սեփական հարսը բառացիորեն մտրակում է բառերով, լեփ-լեցուն սրահի կենտրոնում, քարացած հայացքների ներքո։ Որդին, մինչ այդ անսասան թվացող միլիարդատերը, տեսնելով ընկած մորը, խախտում է լռությունը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Արմենիա Մարիոթ հյուրանոցի դահլիճն այդ սեպտեմբերյան գիշեր փայլում էր, ինչպես երբեք։ Բյուրեղապակե ջահերի լույսերն արտացոլվում էին երեկոյան զգեստների, թանկարժեք զարդերի այն մարդկանց հաշվարկված ժպիտների վրա, ովքեր հստակ գիտեին, թե որտեղ են, ում հետ են զրուցում։ Բաց պատուհաններից ներս էր սողոսկում երանյան զով քամին, թեթակիորեն մեղմելով այդ հինգշաբթի օրվա տապը։ Այստեղ գործարարների, քաղաքական գործիչների, երանյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչների շրջանում տեղի էր ունենում Մարտիրոսյան հիմնադրամի հերթական բարեգործական միջոցառումը, որը ղեկավարում էր Տիգրան Մարտիրոսյանը, քաղաքի ամենահարուստ ազդեցիկ մարդկանցից մեկը։ Տիգրանը 45 տարեկան էր, քունքերին արդեն սպիտակ մազեր կային, իսկ ժպիտը զարդարում էր գործարար ամսագրերի շապիկները։ Նրա կայսրությունը սկսվել էր 0-ից, կամ գոնե այդպես էր նա սիրում կրկնել հարցազրույցներում։ Ճշմարտությունը, որը քչերը գիտեին, այն էր, որ ամեն ինչ սկսվել էր Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի փոքրիկ հյուրատնից, որը ղեկավարում էր նրա մայրը, տիկին Անահիտը, համեստ ծագումով մի կին, որն ամբողջ կյանքում աշխատել էր, որպեսզի իր միակ որդուն տար այն կրթությունը, որն ինքը երբեք չէր ունեցել։ Այդ գիշեր տիկին Անահիտն այնտեղ էր։ Բայց ոչ ոք իրականում նրան չէր տեսնում։ Նա կանգնած էր դահլիճի պատերի մոտ, հագին բեժագույն բուշյա պարզ կոստյում, որը կտրուկ հակադրվում էր շուրջ բոլորը եղած բարձր նորաձության զգեստներին։ Նրա կոշիկները հարմարավետ էին, գործնական, այն տեսակից, որ գնում են կիրակի օրերին շուկայում քայլելու համար, ոչ թե Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի փայլուն մարմարի վրա կանգնելու։ Անահիտը 78 տարեկան էր, բայց ավելի մեծ էր երում։ Կորացած ուսեր, դողացող ձեռքեր, մշտապես ցած հայացք։ Նա կարծես մի անտեսանելի բեռ էր կրում, որն ամեն անցնող տարվա հետ նրան ավելի ու ավելի էր փոքրացնում։ Տիգրանը վարպետորեն շրջում էր դահլիճում, սեղմում ձեռքեր, բարձր ծիծաղում, կատակներ անում, որոնք ծիծաղի պոռթկումներ էին առաջացնում ներկա միջազգային ներդրողների մոտ։ Նրա կողքին, ինչպես միշտ, կանգնած էր Լիլիթը, նրա 32-ամյա կինը։ Նա այն ամենն էր, ինչ, Տիգրանի կարծիքով, պետք է լիներ իր նման տղամարդու կողքին գտնվող կինը։ Բարձրահասակ, չափազանց նիհար, անթերի շիկահեր մազերով կարմիր զգեստով, որը կարծես հենց իր մարմնի վրա լիներ կարված։ Լիլիթը քիչ էր ժպտում, բայց երբ ժպտում էր, դա անում էր այն մարդու վստահությամբ, ով գիտի, որ բոլորի հայացքներն իր վրա են։ Եվ այդպես էլ կար։ Լիլիթն ու Տիգրանն ամուսնացել էին 3 տարի առաջ, մի արարողությամբ, որը էջեր ու էջեր էր զբաղեցրել հայտնիների մասին պատմող ամսագրերում։ Նա 5 տարի այրի էր, երբ կորպորատիվ միջոցառման ժամանակ հանդիպեց Լիլիթին։ Առաջին կինը, Հեղինեն, զուսպ, կիրթ, գրականության դասախոս մի կին էր, որը մահացել էր 40 տարեկանում առողջական բարդություններից, որոնց մասին ոչ ոք չէր սիրում խոսել։ Լիլիթը բոլոր առումներով Հեղինեի հակապատկերն էր։ Այնտեղ, որտեղ Հեղինեն փափուկ էր, Լիլիթը սուր։ Այնտեղ, որտեղ Հեղինեն հոգ էր տանում, Լիլիթը հրամայում։ Եվ տիկին Անահիտը դա զգում էր իր մաշկի վրա։ Ամեն օր։ Տարեց կինը հեռվից հետում էր որդուն, փորձելով նրա մեջ գտնել իր մեծացրած տղայի որե գիծ։ Այն տղայի, որը քնում էր նրան գրկած, երբ վախենում էր ամպրոպից։ Այն տղայի, որն արցունքն աչքերին խոստացել էր, որ երբ մեծանա, ընդմիշտ հոգ կտանի իր մասին։ Որտեղ էր այդ տղան հիմա։ Նա չէր կարող պատասխանել։ Գուցե նա կորել էր ինչ-որ տեղ, առաջին միլիոնի կենտրոնի բնակարանի 10-րդ հարկի մեջ, որտեղ հիմա ապրում էին։ Լիլիթը արագ հայացք նետեց կեսրոջ ուղղությամբ, քիթը կնճռոտեց, կարծես վատ հոտ զգացած լիներ։ Նա հակվեց դեպի Տիգրանը, ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։ Տղամարդը անհարմար ծիծաղեց, գլուխը թափահարեց, կարծես ասեր, որ պահը հարմար չէ։ Բայց Անահիտը տեսավ։ Նա միշտ տեսնում էր։ Նրա աչքերը կարող էին հոգնած լինել, բայց դեռս որսում էին արամարանքի յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր չասված խոսք, յուրաքանչյուր լռություն, որը գոռում էր։ Հիմնադրամի մամուլի քարտուղար Կարինե Մանուկյանը շրջում էր միջոցառմանը, ձեռքին պլանշետ, ականջին աննկատ ականջակալ։ Նա գրագետ էր, արդյունավետ, բացարձակապես անողոք, երբ խոսքը վերաբերում էր Տիգրանի իմիջի պաշտպանությանը։
Այդ գիշեր նա հատկապես լարված էր։ Ներկա էին ճապոնացի ներդրողներ, որոնք հետաքրքրված էին միլիոնավոր դոլարների գործընկերությամբ։ Ներկա էր նա մի պատգամավոր, որի անունը նոր էր հիշատակվել հետաքննության մեջ, որը հուսահատորեն պետք է մաքրեր իր անունը։ Եվ, ամենավատը, Կարինեն գրեթե վստահ էր, որ հյուրերի մեջ կեղծանունով լրագրող կար։ Նրա անունը Նարինե Վարդանյան էր, նա աշխատում էր մի հետաքննական լրատվական կայքի համար, որը վերջին 2 տարում արդեն գահընկեց էր արել 3 քաղաքական գործչի 2 գործարարի։ Նարինեն այնտեղ էր վարձով վերցրած զգեստով, կեղծ ինքնությամբ պայուսակում թաքցրած հեռախոսով, որը ձայնագրություն էր անում։ 2 շաբաթ առաջ նա անանուն ահազանգ էր ստացել։ Հաղորդագրությունը կարճ էր, բայց ազդեցիկ։ Այնտեղ ընդամենը ասվում էր, որ Տիգրան Մարտիրոսյանը սեփական մորը պահում է նվաստացուցիչ պայմաններում, որ տարեց կինը հոգեբանական բռնության է ենթարկվում Հարսի կողմից, որ ամեն ինչ լրացվում է փողով աշխատակիցներին ուղղված սպառնալիքներով։ Նարինեն ամեն ինչ դիտում էր դահլիճի ռազմավարական մի անկյունից։ Նա տեսել էր, թե ինչպես է տիկին Անահիտը ժամանել, գրեթե քարշ տալով տան աշխատակցուհու կողմից։ Տարեց կինը չէր ուզում այնտեղ լինել, դա ակնհայտ էր։ Նրա աչքերն արտահայտում էին վախ, անհարմարություն, մի խորը տխրություն, որը նույնիսկ միջոցառման լույսերը չէին կարող քողարկել։ Ընթրիքը մատուցվեց երեկոյան ժամը 9-ին։ Սեղանները զարդարված էին ներկրված ծաղիկներով, փայլուն արծաթյա սպասքով բյուրեղյա գավաթներով, որոնք ավելի թանկ արժեին, քան մի ամբողջ ընտանիքի ամսական աշխատավարձը։ Տիկին Անահիտին նստեցրել էին կողմնային սեղանի մոտ, հեռու գլխավոր սեղանից, որտեղ Տիգրանն ու Լիլիթն ընդունում էին կարևոր հյուրերին։ Տարեց կնոջ սեղանի շուրջ նստած էին հիմնադրամի աշխատակիցներ, մի քանի հեռավոր ազգականներ, որոնք հազիվ էին նրան ճանաչում, մի երիտասարդ աղջիկ, որը կարծես կորած լիներ այդքան շքեղության մեջ։ Անահիտը քիչ կերավ։ Նրա ստամոքսը կծկվել էր, ինչպես միշտ լինում էր, երբ ստիպված էր լինում տնից դուրս գալ։ Նա նախընտրում էր մնալ իր փոքրիկ սենյակում, բնակարանի վերնահարկում, մի փոքր, պարզ տարածք, որն ավելի շատ պահեստի էր նման, քան սենյակի։ Պատերը սպիտակ էին ու դատարկ։ Ոչ լուսանկարներ կային, ոչ հիշողություններ։ Լիլիթը չէր թույլատրում։ Ասում էր, որ հին իրերը տանը թանգարանի տեսք են տալիս։ Այսպիսով, այն ամենը, ինչ Անահիտն ուներ իր նախկին կյանքից, պահվում էր 2 ստվարաթղթե տուփի մեջ, մահճակալի տակ։ Հանգուցյալ ամուսնու լուսանկարները, հին վկայականները, մի համբերիչ, որը նվեր էր ստացել սեփական մորից։ Հիշողություններ, թաղված, կարծես ամոթալի բաներ լինեին։ Ընթրիքի ընթացքում Տիգրանը բարձրացավ բեմ, բացման խոսք ասելու։ Նա խոսեց սոցիալական պատասխանատվության, անապահով ընտանիքների հանդեպ պարտավորության, կարիքավորներին օգնության ձեռք մեկնելու կարողության մասին։ Խոսքերը գեղեցիկ էին, լավ սերտած բուռն ծափահարությունների արժանացան հանդիսատեսի կողմից։ Անահիտը չծափահարեց։ Նա պարզապես նայեց իր սեփական ձեռքերին, կնճռոտ ու ժամանակի հետքերով, մտածեց, թե արդյոք որդին իսկապես հավատում է իր ասածներին։ Ընթրիքից հետո սկսվեց բարեգործական աճուրդը։ Արվեստի գործեր, զարդեր, ճանապարհորդություններ, բացառիկ փորձառություններ։ Ամեն ինչ աստղաբաշխական գներով, ամեն ինչ վաճառվում էր գոհունակության ժպիտներով, բարձրացրած գավաթներով։ Լիլիթը փայլում էր։ Նա պաշտում էր այս տեսակի միջոցառումները։ Պաշտում էր ելալ, հիացմունքի արժանանալ, նախանձի առարկա լինել։ Եվ նա գիտեր, որ այդպես է։ Գիտեր, որ մյուս կանայք նայում են իրեն ցանկության չարության խառնուրդով։ Եվ դա նրան սնում էր։ Հենց աճուրդի դադարի ժամանակ տեղի ունեցավ գիշերվա առաջին միջադեպը։ Տիկին Անահիտը, վատ զգալով դահլիճի խեղդող շոկից, վեր կացավ մի բաժակ ջուր վերցնելու։ Նա դանդաղ քայլում էր, փորձելով ուշադրություն չգրավել, բայց նրա շարժումներն անվստահ էին։ Տարիքն ու ֆիզիկական թուլությունը չէին ներում։ Մոտենալով խմիչքների սեղանին, նա թեթակի բախվեց սկուտեղով անցնող մատուցողին։ Հարվածը նվազագույն էր, բայց բավարար, որպեսզի շամպայնի մի գավաթ թեքվի, մի քանի կաթիլ թափվի մոտակա հյուրի զգեստի վրա։ Այդ հյուրը Լիլիթն էր։ Ամբողջ դահլիճը կարծես սառեց։ Լիլիթը նայեց իր կարմիր զգեստին, որի կողքին այժմ փոքրիկ խոնավ հետքեր կային, հետո հայացքը բարձրացրեց դեպի սկեսուրը։ Նրա դեմքի արտահայտությունը սովորական զարմանքի կամ զայրույթի չէր։ Դա զսպված կատաղություն էր, տարիներ շարունակ կուտակված արամարանք, մի զայրույթ, որը վերջապես արդարացում էր գտել դրսևորվելու համար։ Անահիտը սկսեց դողալ։
Նա գիտեր, թե ինչ է լինելու։ Ճանաչում էր այդ հայացքը։ Փորձեց ներողություն խնդրել, ձայնը դուրս եկավ թույլ, գրեթե անլսելի։ Բայց Լիլիթին ներողություններ չէին հետաքրքրում։ Տիգրանն արագ մոտեցավ, փորձելով հարթել իրավիճակը։ Նա ձեռքը դրեց կնոջ թին, շշնջալով ինչ-որ բան, որ ոչ ոք չկարողացավ լսել։ Բայց Լիլիթը կտրուկ շարժումով ազատվեց նրանից։ Նրա հայացքը սերված էր Անահիտի վրա, շրջապատող ամբոխը սկսեց հասկանալ, որ ինչ-որ բան այն չէ։ Կարինե Մանուկյանը, մամուլի քարտուղարը, վազեց նրանց մոտ, փորձելով միջամտել։ Նա ժպտաց մոտակա հյուրերին, ժեստ արեց, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց ձայնը լարված էր, երբ Տիգրանին շշնջաց, որ պետք է անմիջապես մորը դուրս հանի այնտեղից։ Լիլիթը, սակայն, մտադիր չէր դա աննկատ թողնել։ Նա մի քայլ առաջ արեց, մոտենալով Անահիտին, նրա ձայնը թեզսպված մի թույն էր կրում, որն ավելի խորն էր կտրում, քան ցանկացած ճիչ։ Նա ասաց, բավական բարձր, որ տասնյակ մարդիկ լսեն, որ դա անընդունելի է։ Որ Անահիտը խայտառակություն է։ Որ դաստիարակություն չունի, ճաշակ չունի, գաղափար չունի, թե որտեղ է գտնվում։ Ասաց, որ նա բեռ է, ծանրություն, մի անհարմարություն, որին ինքը հանդուրժում է զուտ գթասրտությունից ելնելով, բայց որ ամեն ինչ սահման ունի։ Եվ որ այդ սահմանները հատվել են։ Խոսքերն Անահիտի վրա իջան ինչպես ֆիզիկական հարվածներ։ Տարեց կինը փորձեց պատասխանել, բայց ձայնը դավաճանեց։ Ոտքերը թուլացան։ Նա կառչեց կողքի սեղանից, որպեսզի չընկնի, բայց նվաստացումն արդեն կատարված էր։ Հյուրերը դիտում էին ցնցված լռության մեջ։ Ոմանք հայացքները փախցնում էին, անհարմար զգալով։ Մյուսները դիտում էին հիվանդագին հետաքրքրասիրությամբ, կարծես ներկայացում դիտեին։ Տիգրանը վերջապես արձագանքեց։ Նա ամուր բռնեց մորթից, սկսեց նրան դուրս տանել դահլիճից։ Անահիտը չդիմադրեց։ Նա պարզապես հետեց, գլխիկոր, լուր արցունքները հոսում էին նրա կնճռոտ դեմքով։ Նրա հետում Լիլիթը մնաց ուշադրության կենտրոնում, չափազանցված ժեստերով ուղղելով զգեստը, կարծես ուզում էր համոզվել, որ բոլորը տեսնում են պատճառված վնասը։ Նարինե Վարդանյանը, կեղծանունով լրագրողը, ոչ մի վայրկյան չկորցրեց։ Նա ակտիվացրեց հեռախոսի տեսախցիկը, ֆիքսեց տեսարանի վերջին պահերը։ Ձայնը կատարյալ չէր, բայց պատկերները բավականին պարզ էին։ Նա ուներ այն, ինչ պետք էր։ Կամ գոնե, սկիզբը։ Միջանցքում հայացքներից հեռու, Տիգրանը բաց թողեց մորթը մի կոպտությամբ, որը փորձեց քողարկել որպես շտապողականություն։ Նա շուրջը նայեց, ստուգելով, թե արդյոք որը մեկը հետել է իրենց, հետո լարված շշնջաց, որ նա պետք է տուն գնա։ Որ դա աղետ էր։ Որ նա գիտեր, թե ինչպիսին է Լիլիթը, այնուամենայնիվ հրահրել էր իրավիճակը։ Անահիտը բարձրացրեց դեմքը, տարիների մեջ առաջին անգամ նրա աչքերում հնազանդությունից բացի այլ բան կար։ Վիրավորանք կար։ Նա բացեց բերանը խոսելու, բայց Տիգրանը թույլ չտվեց։ Նա կանչեց վարորդին, հրամայեց մորը հետ տանել բնակարան վազելով վերադարձավ դահլիճ։ Նա ուներ հանգստացնելու ներդրողներ, սիրաշահելու կին փրկելու հեղինակություն։ Անահիտին լուր տարան մեքենան։ Վարորդը միջին տարիքի մի տղամարդ, պարոն Լոն անունով, որն ավելի քան 10 տարի աշխատում էր ընտանիքի համար, նայեց նրան հետին հայելու միջով։ Նա ճանաչում էր այդ արտահայտությունը։ Շատ անգամ էր տեսել։ Ուզում էր ինչ-որ բան ասել, որը մխիթարություն առաջարկել, բայց գիտեր, որ դա իր գործը չէ։ Այսպիսով, նա պարզապես լուր վարեց մեքենան Երանի լուսավոր փողոցներով, մինչ Անահիտը նայում էր պատուհանից, տեսնում անցնող քաղաքը, մտածում, թե երբ էր իր կյանքը դարձել այսպիսին։ Վերադառնալով միջոցառմանը, Լիլիթը ընկերուհիների խմբի կենտրոնում էր, պատմելով տեղի ունեցածը փաստերի աղավաղված տարբերակով։ Նա Անահիտին ներկայացնում էր որպես ծերունական մարազմով տառապող, խնդրահարույց մի կին, որը համառորեն անհարմար իրավիճակներ էր ստեղծում։ Ընկերուհիները համերաշխ գլխով էին անում, ասելով, որ Լիլիթը չափազանց համբերատար է, որ ոչ բոլորը կդիմանային։ Տիգրանը վերադարձավ դահլիճ, փորձելով հանգիստ ելալ, բայց Կարինեն անմիջապես կանգնեցրեց նրան։ Նա գունատ էր։ Ասաց, որ պետք է շտապ խոսեն, որ լուրեր կան, թե միջոցառմանը լրագրող է ներթափանցել, որ այդ տեսարանը կարող է վերնագրեր դառնալ։ Տիգրանը զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ Նա գիտեր, որ ընտանեկան սկանդալները ամենավատն են հանրային իմիջի համար։ Առավելս Արտրի ասոցիացիայի նախագահի ընտրությունների տարում։ Բայց նա Կարինեին ասաց, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։
որ Լիլիթն արդեն զբաղվում է իրավիճակով, որ մարդիկ կհասկանան։ Կարինեն համոզված չթվաց, բայց այլ ընտրություն չուներ, քան վստահել։ Մինույն ժամանակ դահլիճի մի աննկատ անկյունում մեկ այլ հյուր ամեն ինչ դիտում էր հատուկ հետաքրքրությամբ։ Դա Արման Սարգսյանն էր, Տիգրանի նախկին գործընկերը անշարժ գույքի մի նախագծում, որը տարիներ առաջ ձախողվել էր։ Արմանը երբեք չէր ներել Տիգրանին, որ նրան դուրս էր թողել ընկերությունից, երբ գործը վերջապես հաջողության հասավ։ Նա այնտեղ էր ոչ թե ընկերության, այլ ռազմավարության համար։ Եվ այդ գիշերը նրան նվեր էր մատուցել։ Արմանը հանեց հեռախոսը, գրպանից սկսեց որոշ նշումներ անել։ Նա մարդիկ ուներ մամուլում։ Ճանաչում էր փաստաբանների։ Ճանաչում էր քաղաքական գործիչների, որոնք հաճույքով կտեսնեին Տիգրանի սայթաքումը։ Եվ նա հենց նոր ականատես էր եղել այդ սայթաքմանը։ Գիշերն իր հունով շարունակվեց։ Աճուրդը վերսկսվեց, խոսակցությունները վերադարձան իրենց բնականոն հունին, երաժշտությունը նորից սկսվեց։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Տարօրինակ մթնոլորտ էր տիրում օդում։ Մարդիկ ժպտում էին, բայց ժպիտները ստիպված էին։ Խոսակցությունները հոսում էին, բայց թաքնված լարվածությամբ։ Բոլորը գիտեին, որ ականատես են եղել մի բանի, որը չպետք է տեղի ունենար։ Եվ բոլորը մտածում էին, թե ինչ է լինելու հետո։ Նարինե Վարդանյանը միջոցառումից հեռացավ կեսգիշերին մոտ։ Նա վերադարձավ տուն, միացրեց նոութբուքը, սկսեց վերանայել իր ձայնագրած նյութը։ Պատկերները մի փոքր դողում էին, բայց տեսարանը պարզ էր։ Լիլիթը հրապարակավ նվաստացնում է տարեց սկեսրոջը։ Տիգրանը, մեծ բարերարը, մորը դուրս է հանում դահլիճից, կարծես նա լուծվելիք խնդիր լիներ։ Նարինեն ժպտաց։ Դա ընդամենը սկիզբն էր։ Նա բացեց իր ֆայլերը, վերընթերցեց ստացած անանուն ահազանգը։ Ավելին էր պետք։ Կոնկրետ ապացույցներ էին պետք։ Խոսելու պատրաստ վկաներ էին պետք։ Եվ նա հստակ գիտեր, թե որտեղից սկսել փնտրել։ Հաջորդ առավոտ կենտրոնի բնակարանում լռություն էր։ Լիլիթը մինչ ուշ քնել էր, հոգնած նախորդ գիշերվանից։ Տիգրանն արդեն գրասենյակում էր, զբաղվելով անավարտ գործերով։ Իսկ տիկին Անահիտն իր փոքրիկ սենյակում էր, նստած մահճակալի եզրին, նայում էր երկու ստվարաթղթե տուփերին, որոնք պահում էին իր կյանքը։ Նա վերցրեց մի դեղնած լուսանկար։ Դա իր ամուսնու, պարոն Անտոնի նկարն էր, հարսանիքի օրը։ Նրանք կանգնած էին թաղամասի փոքրիկ եկեղեցու դիմաց, նա հարսի պարզ զգեստով, ամուսինը մուգ կոստյումով, որը հավանաբար պարտքով էր վերցրած։ Նրանք ժպտում էին։ Իսկապես ժպտում էին։ Ժպտում էին, որովհետև հավատում էին ապագային։ Անահիտը լուսանկարը սեղմեց կրծքին, թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ զոհաբերել էր։ Բոլոր այն գիշերների մասին, որ անցկացրել էր ուրիշների համար կարելով, որպեսի վճարի որդու մասնավոր դպրոցի համար։ Բոլոր այն ճաշերի մասին, որ բաց էր թողել, որպեսի նա ավելի լավ ուտի։ Բոլոր այն երազանքների մասին, որոնցից հրաժարվել էր, որպեսի նրա երազանքներն իրականություն դառնան։ Եվ հիմա նա այստեղ էր։ Միայնակ։ Անտեսանելի։ Վերաբերվում էին որպես խոչընդոտի այն տանը, որի կառուցմանը նրա սեփական զոհաբերությունն էր օգնել։ Բայց ինչ-որ բան փոխվում էր նրա ներսում։ Ինչ-որ փոքր, փխրուն, բայց համառ բան։ Ըմբոստության մի կայծ։ Մի ներքին ձայն, որը սկսում էր շշնջալ, որ դա ճիշտ չէ։ Որ նա դրան արժանի չէ։ Որ պետք է ինչ-որ բան անի։ Նա դեռ չգիտեր, ինչ։ Դեռ ուժ չուներ։ Բայց սերմը ցանված էր։ Եվ քաղաքի մյուս ծայրում մի աշխույժ խմբագրությունում Նարինե Վարդանյանը հեռախոսով խոսում էր մի աղբյուրի հետ։ Աղբյուրը Տիգրանի տան նախկին աշխատակցուհին էր, որին 6 ամիս առաջ կտրուկ ազատել էին աշխատանքից, առանց հիմնավոր պատճառի, առանց բացատրությունների։ Նրա անունը Հասմիկ էր, նա շատ բան ուներ պատմելու։ Պատմությունը նոր էր սկսվում։ Հասմիկ Պետրոսյանը 42 տարեկան էր, գրեթե 7 տարի աշխատել էր որպես տնտեսուհի Տիգրան Մարտիրոսյանի տանը։ Նա ճանաչում էր այդ բնակարանի ամեն անկյուն, ամեն սովորություն, ամեն չասված գաղտնիք, որը թաքնված էր փակ դռների հետում։ Երբ նրան 6 ամիս առաջ ազատեցին աշխատանքից, առանց նախազգուշացման սառը, բյուրոկրատական ազատման նամակով, Հասմիկը հստակ գիտեր, թե ինչու։ Նա չափազանց շատ բան էր տեսել։
Եվ ավելի վատ, կարեկցանք էր ցուցաբերել տիկին Անահիտի հանդեպ։ Այժմ, նստած Սարյան փողոցի մի սրճարանում, Նարինե Վարդանյանի դիմաց, Հասմիկը վերջապես խոսելու հնարավորություն ուներ։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին սուրճի բաժակը բռնած, բայց ձայնը հաստատ ուներ։ Նա սկսեց սկզբից, Տիգրանի Լիլիթի ամուսնությունից հետո առաջին ամիսներից, երբ տան դինամիկայի փոփոխությունը ակնհայտ դարձավ բոլոր աշխատակիցների համար։ Լիլիթը եկավ փոթորկի պես։ Այն ամենը, ինչ Հեղինեն, առաջին կինը, կառուցել էր նրբանկատությամբ լավ ճաշակով, քանդվեց շաբաթների ընթացքում։ Հին կահույքը, ընտանեկան լուսանկարները, պատմություն ունեցող իրերը, ամեն ինչ փոխարինվեց ժամանակակից, մինիմալիստական, սառը կտորներով։ Տունը դադարեց տուն թվալուց սկսեց նմանվել դեկորի ամսագրի ցուցափեղկի։ Ֆունկցիոնալ, անթերի բոլորովին անհոգի։ Եվ տիկին Անահիտը, որը նախկինում ունեցել ընդարձակ հարմարավետ սենյակ որդու հետ նույն հարկում, տեղափոխվեց ավելի փոքր տարածք, գրեթե վերանորոգված պահեստ։ Լիլիթը արդարացավ, ասելով, որ սենյակն իրեն պետք է անձնական զգեստապահարան սարքելու համար։ Տիգրանը չբողոքեց։ Նա պարզապես օգնեց մորը տեղափոխվել, խոստանալով, որ դա ժամանակավոր է, որ շուտով ավելի լավ լուծում կգտնեն։ Բայց 3 տարի անցավ, Անահիտը շարունակում էր մնալ այդ փոքրիկ սենյակում։ Հասմիկը Նարինեին պատմեց ճաշերի մասին։ Տիկին Անահիտն այլս չէր ուտում ընտանիքի հետ սեղանի շուրջ։ Լիլիթն ասում էր, որ տարեց կինը չափազանց դանդաղ է, որ ծամելիս աղմուկ է անում, որ ուտելիք է թափում, սփռոցը կեղտոտում։ Այսպիսով, Անահիտը սկսեց ուտել խոհանոցում, միայնակ, կամ իր սենյակում։ Նրա ափսեները միշտ գալիս էին այն բանից հետո, երբ բոլորն արդեն ավարտել էին, հաճախ սառը կամ տաքացրած։ Հասմիկը փորձում էր, երբ հնարավոր էր, սիրով մատուցել տարեց կնոջը, պատրաստելով հատուկ բաժիններ, բայց Լիլիթը նկատում էր խստորեն նախատում նրան։ Կային նա դուրս գալու խնդիրները։ Տիկին Անահիտն այլս չէր կարող հյուրեր ընդունել։ Այն սակավաթիվ ընկերուհիները, որոնք դեռ մնացել էին Մալաթիայում ապրելու ժամանակներից, հեռացվեցին ավելի ու ավելի մշակված պատրվակներով։ Լիլիթը պնդում էր, որ տունը վերանորոգվում է, որ Տիգրանը հիվանդ է, որ ճանապարհորդություն է լինելու։ Ամեն ինչ, որպեսզի խուսափեն դրսի մարդկանց տեսնելուց, թե ինչպես է իրականում ապրում մեծ գործարարի մայրը։ Եվ երբ Անահիտը փորձում էր միայնակ դուրս գալ, զբոսնելու, եկեղեցի այցելելու, դեղատնից ինչ-որ բան գնելու, միշտ խոչընդոտ կար։ Լիլիթը վերահսկում էր բանալիները, վերահսկում էր մասնավոր վերելակի մուտքը, վերահսկում էր նույնիսկ տարեց կնոջ փողերը։ Անահիտի կենսաթոշակը փոխանցվում էր մի հաշվի, որին նա այլս չէր կարողանում հասանելիություն ունենալ։ Լիլիթը համոզել էր Տիգրանին, որ մորը կարող են խաբել խարդախները, որ ավելի անվտանգ է, որ իրենք կառավարեն նրա ֆինանսները։ Նարինեն ուշադիր լսում էր, նշումներ անելով։ Նա Հասմիկին հարցրեց, թե արդյոք վկաներ կան, այլ մարդիկ, որոնք կարող են հաստատել այդ պատմությունները։ Հասմիկը տատանվեց, բայց հետո նշեց պարոն Լոնին, վարորդին, Գայանեին, խոհարարուհուն, որոնք դեռ աշխատում էին տանը։ Նա չգիտեր, թե արդյոք նրանք խոսելու քաջություն կունենան, բայց ճանաչում էր երկուսի բնավորությունը։ Նրանք հոգ էին տանում տիկին Անահիտի մասին։ Սակայն մի մանրամասն կար, որ Հասմիկը պահել էր վերջի համար։ Մի բան, որին ականատես էր եղել աշխատանքից ազատվելուց 3 ամիս առաջ, որը երբեք չէր կարողացել մոռանալ։ Դա երեքշաբթի օրվա կեսօրին էր։ Լիլիթը սրահում էր, հեռախոսով խոսում էր ընկերուհու հետ, երբ տիկին Անահիտը դուրս եկավ սենյակից ջուր վերցնելու։ Նա բոբիկ էր, ոտքերը քարշ տալով միջանցքով։ Լիլիթն անջատեց հեռախոսը, հենց որ տեսավ նրան, արագ ու կատաղած քայլերով մոտեցավ։ Հասմիկը լվացքատանն էր, բայց կարողանում էր լսել կիսաբաց դռան միջով։ Լիլիթը սկսեց գոռալ։ Ասում էր, որ Անահիտը զզվելի պառավ է, որ հիգիենա չունի, որ գարշահոտ է, որ խայտառակություն է։ Ասում էր, որ եթե իրենից կախված լիներ, տարեց կինը վաղուց ծերանոցում կլիներ, իր տեսադաշտից հեռու։ Լիլիթի ձայնը լցված էր մաքուր ատելությամբ, մի արամարանքով, որն այնքան խորն էր, որ ֆիզիկապես ցավոտ էր թվում։ Անահիտը չպատասխանեց։ Նա պարզապես կանգնած էր այնտեղ, ստանալով խոսքերը որպես բանավոր մտրակի հարվածներ, մինչ Լիլիթը վերջապես հոգնեց դուռը շրխկացնելով դուրս եկավ։ Հասմիկը դուրս եկավ լվացքատնից գտավ տարեց կնոջը դեռ նույն տեղում կանգնած, դողալով, արցունքները լուր հոսում էին։ Հասմիկը գրկեց նրան, հետ տարավ սենյակ, թեյ պատրաստեց մնաց նրա կողքին, մինչ նա հանգստացավ։ Հենց այդ գրկախառնությունն արժեցավ Հասմիկի աշխատանքը։
Լիլիթը նրան տեսավ տան անվտանգության տեսախցիկների միջոցով։ Հաջորդ շաբաթ Հասմիկին մեղադրեցին մանր գողությունների մեջ, որոնք երբեք տեղի չէին ունեցել, ազատեցին աշխատանքից հիմնավոր պատճառով։ Նա փորձեց պաշտպանվել, փնտրեց Տիգրանին, բայց նա գործուղման մեջ էր։ Երբ վերադարձավ, պարզապես հաստատեց կնոջ որոշումը, ասելով, որ վստահում է նրա դատողությանը։ Նարինեն անջատեց ձայնագրիչը, նայեց Հասմիկի աչքերին։ Նա հարցրեց, թե արդյոք նախկին տնտեսուհին պատրաստ կլինի պաշտոնական ցուցմունք տալ, հայտնվել ռեպորտաժում, դիմակայել հետանքներին։ Հասմիկը խորը շունչ քաշեց։ Նա վախենում էր։ Վախենում էր այլ աշխատանք չգտնելուց, վրեժխնդրությունից, դատական գործերից։ Բայց նա մտածեց տիկին Անահիտի, նրա հոգնած ու տխուր աչքերի մասին, ասաց. «Այո, որ կանի այն, ինչ անհրաժեշտ է»։ Մինույն ժամանակ կենտրոնի բնակարանում Տիգրանն իր անձնական գրասենյակում էր, փորձում էր կենտրոնանալ ներդրումային աղյուսակի վրա, բայց անհաջող։ Գլուխը դեռ նախորդ գիշերվա մեջ էր։ Նա չէր կարողանում դադարել մտածել մոր դեմքի արտահայտության մասին, երբ նրան դուրս էր հանում դահլիճից։ Այնտեղ ինչ-որ տարբեր բան կար։ Դա պարզապես վիրավորանք կամ տխրություն չէր։ Հիասթափություն էր։ Եվ Տիգրանն ատում էր այդ զգացումը։ Նա գիտեր, խորքում, որ ամեն ինչ չափն անցել էր։ Գիտեր, որ Լիլիթը մորը վերաբերվում էր մի դաժանությամբ, որն այլս չէր կարող անտեսել։ Բայց նա միշտ արդարացումներ էր գտնում։ Ինքն իրեն ասում էր, որ Լիլիթը սթրեսի մեջ է, որ ուժեղ բնավորություն ունի, որ պարզապես պաշտպանում է տան չափանիշները։ Ինքն իրեն ասում էր, որ մայրը հասկանում է, որ նա գիտի, որ դա ժամանակավոր է։ Բայց նա գիտեր, որ ստում է ինքն իրեն։ Տիգրանը հիշեց մի խոսակցություն, որ ունեցել էր Հեղինեի, իր առաջին կնոջ հետ, նրա մահից մի քանի ամիս առաջ։ Հեղինեն թույլ էր, բայց դեռ պարզամիտ, նա ամուր բռնել էր նրա ձեռքը ասել մի բան, որը նա երբեք չէր մոռացել։ Նա ասել էր, որ տղամարդու իրական չափանիշը ոչ թե նրա ունեցած փողի կամ ղեկավարած ընկերությունների քանակն է, այլ այն, թե ինչպես է նա վերաբերվում նրանց, ովքեր ոչինչ չեն կարող իրեն առաջարկել փոխարենը։ Այն, թե ինչպես է նա հոգ տանում ամենախոցելիների մասին։ Տիգրանը փակեց աչքերը ձեռքերով, շփեց դեմքը։ Հեղինեն պաշտում էր տիկին Անահիտին։ Նրանք հիանալի հարաբերություններ ունեին, փոխըմբռնման փոխադարձ հարգանքի։ Հեղինեն սկեսրոջը մայր էր կոչում, Անահիտը պատասխանում էր անկեղծ սիրով։ Երբ Հեղինեն մահացավ, Տիգրանը զգաց, որ կորցրել է ոչ միայն կնոջը, այլ իրեն ուղղորդող բարոյական կողմնացույցը։ Եվ հետո եկավ Լիլիթը։ Գեղեցիկ, վստահ, վճռական։ Նա այն ամենն էր, ինչ, նրա կարծիքով, պետք էր ցավը հաղթահարելու համար։ Բայց կամաց-կամաց նա հասկացավ, որ Լիլիթը ոչ միայն ուզում էր իր կողքին լինել։ Նա ուզում էր հրամայել։ Եվ նա, հոգնած պայքարելուց, թույլ տվեց։ Գրասենյակի դուռը բացվեց, Լիլիթը ներս մտավ առանց թակելու։ Նա շլացուցիչ էր, ինչպես միշտ, հագին սպիտակ կոստյում բարձրակրունկներ։ Նա նստեց նրա սեղանի դիմացի աթոռին, ուսումնասիրված նրբագեղությամբ ոտքը ոտքին գցեց։ Նրանք պետք է խոսեին նախորդ գիշերվա մասին, ասաց նա։ Պետք է համաձայնեցնեին վարկածները։ Կարինեն ճիշտ էր անհանգստանալով մամուլի համար։ Լիլիթն արդեն հաղորդագրություններ էր ստացել որոշ ընկերուհիներից միջադեպի մասին հարցնելով։ Պետք էր վերահսկել պատմությունը, նախքան այն դուրս կգար վերահսկողությունից։ Տիգրանը լուռ լսում էր նրան։ Նա ծրագիր ուներ։ Միշտ ուներ։ Նա առաջարկում էր հայտարարություն տարածել, ասելով, որ տիկին Անահիտը վատ է զգացել միջոցառման ժամանակ, որ տառապում է տարիքային առողջական խնդիրներից, ստանում է համապատասխան խնամք, որ դա նուրբ իրավիճակ է, որ խնդրում են ըմբռնում գաղտնիություն։ Տիգրանը դանդաղ գլխով արեց։ Նա Լիլիթին հարցրեց, թե արդյոք նա իսկապես կարծում է, որ դա կաշխատի։ Թե արդյոք նա իսկապես կարծում է, որ մարդիկ այդքան միամիտ են։ Լիլիթը ճակատը կնճռոտեց, զարմացած նրա տոնից։ Նա ասաց, որ կաշխատի, եթե նա իր մասն անի, եթե հանրությանը ներկայանա որպես նվիրված որդի, ինչպիսին միշտ ծածրել է։ Ծածնել բառը հնչեց օդում նրանց միջ։ Տիգրանը զգաց, որ ինչ-որ բան կոտրվեց իր ներսում։ Նա նայեց իր դիմացի կնոջը, այն կնոջը, որին կարծում էր, թե սիրում է, 3 տարվա մեջ առաջին անգամ իսկապես տեսավ նրան։ Տեսավ սառնությունը, մանիպուլյացիան, դատարկությունը։ Եվ մտածեց, թե ինչպես է այդքան կույր եղել։
Բայց Տիգրանը բավականաչափ խիզախ չէր խզելու համար։ Դեռ ոչ։ Այսպիսով նա պարզապես գլխով համաձայնեց, ասաց, որ կանի այն, ինչ անհրաժեշտ էր։ Լիլիթը գոհունակ դուրս եկավ գրասենյակից, կրունկների ձայնը արձագանքում էր մարմարե միջանցքում։ Այդ կեսօրին Կարինե Մանուկյանը արտակարգ ժողով հրավիրեց Մարտիրոսյան հիմնադրամի գլխամասային գրասենյակում։ Ներկա էին Տիգրանը, Լիլիթը, ընկերության երկու իրավաբան հաղորդակցության տնօրենը։ Կարինեն անմիջապես անցավ գործին։ Նրանք խնդիր ունեին։ WhatsApp-ի փակ խմբերում տեսանյութ էր շրջանառվում։ Այն դեռ չէր դարձել վիրուսային, բայց դա ժամանակի հարց էր։ Տեսանյութը ցույց էր տալիս միջոցառման տեսարանի վերջին պահերը։ Ցույց էր տալիս, թե ինչպես է Լիլիթը նվաստացնում Անահիտին, ինչպես է Տիգրանը մորը դուրս հանում դահլիճից։ Որակը լավը չէր, բայց բավարար էր վնաս պատճառելու համար։ Կարինեն արդեն կապվել էր որոշ ազդեցիկ անձանց բլոգերների հետ, փորձելով վերահսկել, բայց իրավիճակը նուրբ էր։ Լիլիթը գունատվեց։ Նա հարցրեց, թե ով է ձայնագրել, ով է տարածում։ Կարինեն չգիտեր, բայց կասկածում էր, որ է դժգոհ հյուրի կամ հյուրանոցի աշխատակցի։ Իրավաբաններն առաջարկեցին դատական հայցեր զրպարտության, անձնական կյանքի անձեռնխելիության խախտման, իմիջի վնասման համար։ Բայց Կարինեն ընդհատեց նրանց։ Դատական գործերն ավելի շատ ուշադրություն կգրավեին։ Իդեալական կլիներ հանրային ներողությունը, լավ իրականացված վնասների վերահսկման գործողությունը։ Տիգրանը լուր լսում էր ամեն ինչ։ Նա իրեն զգում էր մղձավանջի մեջ, որից չէր կարողանում արթնանալ։ Այն ամենը, ինչ կառուցել էր, այն ամբողջ հեղինակությունը, որը տարիներ էր պահանջվել հաստատելու համար, վտանգված էր։ Եվ մեղքը, նա գիտեր, իրենն էր։ Թողտվության համար։ Ժամանակավոր խաղաղությունը արդարության փոխարեն ընտրելու համար։ Ժողովն ավարտվեց գործողությունների ծրագրով։ Տիգրանը նույն գիշեր ուղիղ եթեր կմտներ սոցիալական ցանցերում, ցույց տալով իրեն տանը, մորը խնամելիս, ուշադիր որդի լինելիս։ Լիլիթը կմնար հետին պլանում, զուսպ, աջակցություն ցուցաբերելով։ Կարինեն հուզիչ տեքստ կգրեր, խոսելով տարեց հարազատին խնամելու մարտահրավերների մասին կարեկցանք խնդրելով։ Բայց երբ Տիգրանը վերադարձավ տուն, բարձրացավ մոր փոքրիկ սենյակ, դուռը ներսից փակ գտավ։ Նա զգուշորեն թակեց, կանչեց նրա անունով, բայց պատասխան չեղավ։ Նա պնդեց, անհանգստացած, մինչ վերջապես լսեց Անահիտի թույլ ձայնը, որ ասում էր, թե ոչ ոքի հետ չի ուզում խոսել։ Տիգրանը ճակատը հենեց դռանը, փակեց աչքերը։ Նա ներողություն խնդրեց փայտի միջով։ Ասաց, որ գիտի, որ ձախողվել է նրա հետ, որ ուզում է ամեն ինչ շտկել։ Բայց Անահիտը չպատասխանեց։ Նա պարզապես մնաց մյուս կողմում, նստած մահճակալի եզրին, լսելով որդու դատարկ խոսքերը, մտածելով, թե արդյոք դեռ շտկելու բան մնացել է։ Մինույն ժամանակ քաղաքի մյուս ծայրում Արման Սարգսյանն իր գրասենյակում էր, հանդիպելով երկու խորհրդականի մի սենսացիոն կայքի լրագրողի հետ։ Նա ցույց էր տալիս միջոցառմանը զգուշորեն ձայնագրած տեսանյութը, մեկնաբանում Տիգրանի կեղծավորությունը, թե ինչպես է մեծ բարերարը վերաբերվում սեփական մորը։ Լրագրողը ժպտում էր, արդեն պատկերացնելով վերնագրերը։ Արմանը գիտեր, որ իրավիճակն օգտագործում է անձնական վրեժի համար, բայց դա նրան չէր հուզում։ Տիգրանը հնձում էր այն, ինչ ցանել էր։ Գիշերն իջավ Երանի վրա։ Կենտրոնի փողոցներում զբոսաշրջիկներն էին քայլում։ Թանկարժեք ռեստորանները մատուցում էին նրբաճաշակ ընթրիքներ։ Եվ լուռ բնակարանում 3 մարդ ապրում էր նույն հարկի տակ, բայց բոլորովին առանձին աշխարհներում։ Տիգրանն իր գրասենյակում էր, փորձելով ուղիղ եթերի ելույթը։ Լիլիթը ննջասենյակում էր, հագուստներ փորձելով, ընտրելու այն մեկը, որն ամենահարմար իմիջը կստեղծեր։ Իսկ տիկին Անահիտն իր փոքրիկ սենյակում էր, ծնկի իջած մահճակալի կողքին, աղոթում էր իր մորը պատկանող համբերիչով, ուշ խնդրելով այն բանի համար, ինչ գիտեր, որ սպասվում է։ Որովհետև ինչ-որ բան նրա ներսում փոխվել էր։ Միջոցառման հանրային նվաստացումը նրան չէր կոտրել։ Ընդհակառակը, կրակ էր վառել։ Փոքր, բայց համառ։ Անահիտը սկսում էր հասկանալ, որ լուռ մնալը որդուն պաշտպանել չէ։ Դա ինքն իրեն դավաճանել է։ Դա դավաճանել է բոլոր այն կանանց, որոնք իրենից առաջ են եղել, բոլոր նրանց, որոնք հետո կլինեն։ Հաջորդ առավոտ պարոն Լոնը շուտ եկավ բնակարան, Տիգրանին տանելու։ Բայց ավտոտնակ գնալուց առաջ նա թակեց տիկին Անահիտի սենյակի դուռը։ Նա բացեց, զարմացած։
Լոնը նրան տվեց մի ծալված թուղթ ցածր ձայնով ասաց, որ դա տարեցների իրավունքների գծով մասնագիտացած մի փաստաբանի հեռախոսահամարն է։ Իր կնոջ ծանոթներից։ Նա ասաց, որ ոչինչ չի խնդրում, պարզապես տարբերակ է առաջարկում։ Եվ հետո հեռացավ, նախքան որևէ մեկը կտեսներ։ Անահիտը նայեց թղթին։ Գրված անունը փաստաբան Սոնա Հակոբյանն էր։ Նա թուղթը պահեց համբերիչի էջերի միջ վերադարձավ մահճակալին, սիրտը ուժգին բաբախում էր։ Տարիների մեջ առաջին անգամ նա զգում էր մի բան, որի անունն անգամ մոռացել էր։ Հույս։ Եվ Երանի կենտրոնի մի աշխույժ խմբագրությունում Նարինե Վարդանյանն ավարտում էր իր ռեպորտաժի առաջին տարբերակը։ Ժամանակավոր վերնագիրը ուղիղ էր ազդեցիկ։ Բարեգործության մութ կողմը, երբ գթասրտությունը տնից չի սկսվում։ Նա ուներ ցուցմունքներ, տեսանյութեր, ապացույցներ։ Պակասում էր միայն մի բան։ Տիկին Անահիտի ձայնը։ Նարինեն գիտեր, որ դժվար կլինի հասնել տարեց կնոջը։ Տունը հսկվում էր, զանգերը հավանաբար վերահսկվում էին, մուտքերը սահմանափակված։ Բայց նա համառ էր։ Եվ դաշնակիցներ ուներ։ Հասմիկն արդեն նշել էր, որ պարոն Լոնը վստահելի մարդ է։ Գուցե ճանապարհ կար։ Այդ գիշեր Տիգրանը վերջապես արեց ուղիղ եթերը։ Նա հայտնվեց ժպտադեմ, վստահ, մոր կողքին, որը հազիվ էր կարողանում նայել տեսախցիկին։ Լիլիթը մնաց հետին պլանում, ինչպես պայմանավորվել էին։ Տիգրանը խոսեց ընտանեկան սիրո, մարտահրավերների, ըմբռնման մասին։ Կարդաց Կարինեի պատրաստած տեքստը ուսումնասիրված հուզմունքով։ Բայց մեկնաբանությունները սկսեցին հայտնվել։ Մարդիկ հարցեր էին տալիս։ Մարդիկ կասկածում էին։ Մարդիկ, որոնք տեսել էին տեսանյութը, չէին հավատում այդ պատմությանը։ Ուղիղ եթերը, որը պետք է հանգստացներ կրքերը, իրականում ավելի էր սրում անվստահությունը։ Կարինեն անջատեց հեռարձակումը նախատեսվածից շուտ։ Տիգրանը տեսանելիորեն ցնցված էր։ Լիլիթը կատաղած էր։ Իսկ տիկին Անահիտը, որին ստիպել էին մասնակցել այդ թատրոնին, վերադարձավ իր փոքրիկ սենյակ լացեց մինչ քուն մտնելը։ Բայց մինչ նա քնած էր, նրա հին բջջային հեռախոսը, որի մասին նա անգամ չգիտեր, որ դեռ աշխատում է, հաղորդագրություն ստացավ անհայտ համարից։ Հաղորդագրության մեջ ընդամենը ասվում էր. Տիկին Անահիտ, իմ անունը Նարինե է։ Ես լրագրող եմ, ուզում եմ օգնել ձեզ։ Եթե ցանկանում եք խոսել, պատասխանեք այս հաղորդագրությանը։ Ոչ ոք պարտավոր չէ իմանալ։ Անահիտը չտեսավ հաղորդագրությունն այդ գիշեր։ Բայց կտեսներ հաջորդ առավոտ։ Եվ պետք է կայացներ իր կյանքի ամենադժվար որոշումը։ Տիկին Անահիտն արթնացավ պատուհանից դուրս թռչունների երգի ձայնից։ Մի կարճ պահ, դեռ քնաթաթախ, նա մոռացավ, թե որտեղ է։ Մոռացավ հանրային նվաստացումը, նեղլիկ սենյակը, իրեն արամարող հարսին։ Մի ակնթարթ նա վերադարձել էր Մալաթիայի իր համեստ տնակը, արթնանում էր ամուսնու կողքին, նախաճաշ պատրաստում, լսելով բակում խաղացող որդու ձայնը։ Բայց հետո իրականությունը վերադարձավ, ծանր, ինչպես միշտ, նա բացեց աչքերը դեպի իր գլխավերի սպիտակ ու դատարկ առաստաղը։ Նա դանդաղ նստեց մահճակալին, զգալով հոդերի ցավերը, որոնք գալիս էին տարիքի հետ։ Հենց այդ ժամանակ նա տեսավ հին բջջային հեռախոսը գիշերասեղանին։ Նա գրեթե երբեք չէր օգտագործում այն։ Իրականում, նույնիսկ լավ չգիտեր, թե ինչպես օգտագործել գործառույթների մեծ մասը։ Տիգրանը Սարգը նրան տվել էր տարիներ առաջ, ասելով, որ արտակարգ իրավիճակների համար է, բայց հետո տեղադրել էր միայն իր Լիլիթի համարները։ Իսկ Լիլիթը երբեք չէր զանգում։ Երբեք։ Անահիտը վերցրեց հեռախոսը դողացող մատներով փորձեց ապակողպել այն։ Մի քանի րոպե տեց, մինչ կարողացավ։ Եվ հետո տեսավ հաղորդագրություն։ Մի համարից, որը չէր ճանաչում։ Նա դրեց ակնոցները դանդաղ կարդաց, մեկ անգամ, հետո երկրորդ։ Սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Լրագրող։ Ուզում է օգնել իրեն։ Անահիտը նայեց սենյակի փակ դռանը։ Լսեց արթնացող տան հեռավոր ձայները։ Լիլիթը հրամաններ էր տալիս Գայանեին խոհանոցում։ Տիգրանը հեռախոսով խոսում էր գրասենյակում։ Կյանքը շարունակվում էր, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Կարծես ինքը գոյություն չուներ։ Նա նորից նայեց հաղորդագրությանը։ Մատները կախվեցին ստեղնաշարի վրա։ Նա ուզում էր պատասխանել։
Ուզում էր գոռալ, որ այո, օգնության կարիք ունի, որ այլս չի դիմանում։ Բայց վախն ավելի մեծ էր։ Վախն այն բանից, թե ինչ կաներ Լիլիթը, եթե իմանար։ Վախն այն բանից, որ Տիգրանը նրան դուրս կաներ։ Վախը բոլորովին մենակ մնալուց։ Այսպիսով նա անջատեց հեռախոսը, դրեց այն դարակը, գնաց լոգարան, դեմքը լվանալու։ Բայց հնարավորության սերմը ցանվել էր։ Եվ սերմերը, մեկ անգամ ցանվելով, աճելու սովորություն ունեն։ Այդ առավոտ Նարինե Վարդանյանն անհանգիստ էր։ Նա 5 րոպեն մեկ ստուգում էր հեռախոսը, սպասելով մի պատասխանի, որը գիտեր, որ գուցե երբեք չգա։ Տիկին Անահիտի համարը ձեռք բերելը մարտահրավեր էր եղել։ Պարոն Լոնը, վարորդը, շատ էր տատանվել տեղեկությունը տալուց առաջ։ Նա վախենում էր կորցնել աշխատանքը, դատի տրվել, ավելի շատ խնդիրներ ստեղծել տարեց կնոջ համար։ Բայց Նարինեն համոզիչ էր եղել։ Նա խոստացել էր պաշտպանություն, անանունություն դիմել էր նրա խղճին։ Ի վերջո, Լոնը զիջել էր։ Նարինեն արդեն բավարար նյութ ուներ ռեպորտաժը հրապարակելու համար։ Հասմիկի ցուցմունքը, միջոցառման կադրերը, տարեցների իրավունքների մասնագետների վերլուծությունը։ Բայց նա գիտեր, որ առանց Անահիտի ձայնի, հոդվածն անավարտ կլիներ։ Դա կլիներ նրա մասին, բայց ոչ նրանից։ Եվ Նարինեն ուզում էր տարեց կնոջը լսելի լինելու հնարավորություն տալ։ Մինույն ժամանակ Մարտիրոսյանի հիմնադրամում Կարինե Մանուկյանն իր կարիերայի ամենավատ օրն էր ունենում։ Սոցիալական ցանցերը եռում էին։ Տիգրանի ուղիղ եթերը ոչ միայն չէր հանգստացրել իրավիճակը, այլ ավելի շատ յուղ էր լցրել կրակի վրա։ Մարդիկ կիսվում էին միջոցառման տեսանյութով, մեմեր ստեղծում, թունոտ մեկնաբանություններ անում։ Որոշ թվային ազդեցիկ անձինք, որոնք մասնագիտացած էին էլիտայի կեղծավորությունը բացահայտելու մեջ, արդեն տեսանյութեր էին պատրաստում դեպքի մասին։ Եվ որպեսզի իրավիճակն ավելի վատանա, Կարինեին զանգահարել էր մի մեծ լրատվական պորտալի թղթակից։ Նա բացառիկ հարցազրույց էր ուզում Տիգրանի հետ։ Պատասխաններ էր ուզում։ Ճշմարտությունն էր ուզում։ Կարինեն փորձեց բանակցել, բայց թղթակիցն ուղիղ էր։ Նա ասաց, որ իրենց համագործակցությամբ կամ առանց դրա, հոդվածը դուրս կգա։ Եվ Տիգրանի համար ավելի լավ կլիներ, եթե նա մասնակցեր։ Կարինեն արտակարգ ժողով նշանակեց։ Այս անգամ, բացի Տիգրանից Լիլիթից, նա հրավիրել էր նա ընկերության վարչական խորհրդի նախագահին, պարոն Պողոս Ավետիսյանին, 65 տարեկան մի տղամարդու, որը հարգված էր գործարար շրջանակներում եղել էր Տիգրանի խորհրդատուն կարիերայի առաջին տարիներին։ Պողոսը Տիգրանի համար հոր կերպար էր, նրա կարծիքը կշիռ ուներ։ Երբ Պողոսը ժամանեց ժողովին տեղեկացավ իրավիճակի մասին, դեմքը մռայլվեց։ Նա Տիգրանին նայեց մի հիասթափությամբ, որն ավելի խորն էր կտրում, քան որե խոսք կարող էր։ Պողոսը ճանաչում էր տիկին Անահիտին Մալաթիայի հյուրատան ժամանակներից։ Նա եղել էր հյուրատան առաջին հաճախորդներից, երբ անփող համալսարանական ուսանող էր։ Անահիտը նրան վերաբերվել էր որպես որդու, լրացուցիչ տապարիկներ պատրաստելով, երբ տեսնում էր, որ նա չափազանց նիհար է, երբեք ավելին չպահանջելով, նույնիսկ երբ նա ուշացնում էր վճարումը։ Պողոսը հարցրեց, զսպված, բայց հաստատուն ձայնով, թե արդյոք դա ճիշտ է։ Թե արդյոք Տիգրանն իսկապես թույլ է տալիս, որ սեփական մորը այդպես վերաբերվեն։ Տիգրանը փորձեց բացատրել, փորձեց արդարանալ, բայց խոսքերը դուրս էին գալիս թույլ, դատարկ։ Լիլիթը միջամտեց, փորձելով փոխել թեման, ասելով, որ ամեն ինչ չափազանցված է, որ դավադրություն կա ընտանիքի իմիջը արատավորելու համար։ Բայց Պողոսն ընդհատեց նրան։ Նա ասաց, որ արդարացումներ լսել չի ուզում։ Ասաց, որ այստեղ է ոչ թե որպես խորհրդի նախագահ, այլ որպես մեկը, ով իր ունեցած ամեն ինչով պարտական է տիկին Անահիտի բարությանը։ Եվ որ եթե Տիգրանն անմիջապես կտրուկ քայլեր չձեռնարկի, ինքը կհրաժարվի պաշտոնից իր հետ կտանի խորհրդի կեսին։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Տիգրանը գիտեր, որ Պողոսը չի բլեֆ անում։ Առանց նրա ընկերությունը ճգնաժամի մեջ կհայտնվեր։ Ներդրողները կկորցնեին վստահությունը։ Պայմանագրերը կչեղարկվեին։ Ամեն ինչ կարող էր փլուզվել։ Լիլիթը հասկացավ իրավիճակի լրջությունը առաջին անգամ անկեղծորեն անհանգստացած թվաց։ Նա փորձեց խոսել, բայց Պողոսը ձեռքը բարձրացրեց, լռեցնելով նրան։ Նա շրջվեց դեպի Տիգրանը, ասաց, որ ուզում է տեսնել տիկին Անահիտին։ Անմիջապես։ Միայնակ։ Տիգրանն այլ ընտրություն չուներ, քան համաձայնել։
1 ժամ անց Պողոսը նստած էր տիկին Անահիտի փոքրիկ սենյակում։ Տարեց կինը, զարմացած հուզված տեսնելով այն մարդուն, որին տարիներ շարունակ չէր տեսել, սկսեց լաց լինել նախքան նրա որևէ բան ասելը։ Պողոսը գրկեց նրան, այնտեղ, այդ պարզ գրկախառնության մեջ, տարիների լուր ցավը վերջապես ապաստան գտավ։ Նրանք խոսեցին գրեթե 2 ժամ։ Անահիտը պատմեց ամեն ինչ։ Յուրաքանչյուր նվաստացում, յուրաքանչյուր դաժան խոսք, յուրաքանչյուր օր, երբ իրեն անտեսանելի էր զգացել սեփական տանը։ Պողոսը լուր լսում էր, բռնած նրա ձեռքերը, յուրաքանչյուր բացահայտման հետ նրա վճռականությունն ամրապնդվում էր։ Նա Պողոսին հիշեցրեց, թե երբ նա երիտասարդ էր, երբ գալիս էր հյուրատուն սոված առանց կանխավճար տալու փողի, թե ինչպես էր ինքը հատուկ ուտեստներ պատրաստում նրա համար, ասելով, որ ավելցուկ է, բայց Պողոսը գիտեր, որ այդպես չէ։ Թե ինչպես էր նա կարում նրա վերնաշապիկների կոճակները, արդուկում նրա տաբատները աշխատանքի հարցազրույցների համար, աղոթում, որ նա ստանա այն հնարավորությունները, որոնց արժանի էր։ Պողոսը լսում էր ամեն ինչ արցունքն աչքերին, հիշելով յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր քաջալերական խոսք, որ այդ կինը նրան տվել էր, երբ նա ամենաշատն էր դրա կարիքն ունեցել։ Եվ հիմա, տեսնելով նրան այս վիճակում, վերաբերվում էին որպես խոչընդոտի հենց այն որդու տանը, որին նա այդքան զոհաբերությամբ էր մեծացրել, անտանելի էր։ Պողոսը Անահիտին հարցրեց, թե ինչու է նա այդքան երկար լուր դիմացել։ Եվ նրա պատասխանը պարզ էր, բայց ավերիչ։ Նա ասաց, որ վախեցել է որդուն ամաչեցնելուց։ Որ կարծել է, թե եթե լուր մնա, եթե իրեն անտեսանելի դարձնի, գոնե Տիգրանը խնդիրներ չի ունենա։ Որ նա հավատացել է, որ մայրական սերը ամեն ինչին դիմանալն է, ամեն ինչ տանելն է, ամեն ինչ լռելն է։ Երբ Պողոսը դուրս եկավ սենյակից, միջանցքում սպասող Տիգրանին գտավ։ Այն հայացքը, որ Պողոսն ուղղեց նրան, խորը հիասթափության էր։ Նա ընդամենը մի բան ասաց գնալուց առաջ, որ Տիգրանը մինչ շաբաթվա վերջ ժամանակ ունի այդ իրավիճակը լուծելու համար, որ նա ակնկալում է տեսնել տիկին Անահիտին այն արժանապատվությամբ, որին նա արժանի է, այլապես ինքը կտրուկ միջոցներ կձեռնարկի։ Եվ հետո հեռացավ, Տիգրանին մենակ թողնելով իր ընտրությունների բեռի հետ։ Այդ կեսօրին անսպասելի բան տեղի ունեցավ։ Գայանեն, խոհարարուհին, խնդրեց խոսել Տիգրանի հետ։ Նա 2 տարի աշխատում էր տանը միշտ զուսպ, արդյունավետ լուր էր եղել։ Բայց հիմա նա ասելիք ուներ։ Նա Տիգրանին պատմեց այն անգամների մասին, երբ Լիլիթը ստիպում էր իրեն սառը ուտելիք մատուցել տիկին Անահիտին։ Այն օրերի մասին, երբ տարեց կինը մնում էր առանց ուտելիքի, որովհետև Լիլիթն արգելում էր որևէ մեկին ուտելիք տանել նրա սենյակ։ Այն առավոտների մասին, երբ գտնում էր Անահիտին խոհանոցում կեսգիշերին մնացորդներ ուտելիս, որովհետև սոված էր։ Տիգրանը լսում էր ամեն ինչ ցնցված։ Նա գիտեր, որ ամեն ինչ լավ չէ, բայց չէր պատկերացնում դաժանության չափը։ Կամ գուցե գիտեր, պարզապես չէր ուզում տեսնել։ Գայանեն ավարտեց, ասելով, որ այլս չի դիմանում դրա մեղսակիցը լինելուն։ Որ եթե ամեն ինչ չփոխվի, ինքը նույնպես կհեռանա աշխատանքից։ Գայանեի հեռանալուց հետո Տիգրանը մենակ մնաց իր գրասենյակում։ Նա շուրջը նայեց, դիպլոմներով մրցանակներով զարդարված պատերին։ Տարվա գործարար, ականավոր բարերար, համայնքի առաջնորդ։ Այդ բոլոր ճանաչումները հիմա դաժան կատակ էին թվում։ Նա կայսրություն էր կառուցել, բայց ճանապարհին կորցրել էր հոգին։ Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց Լիլիթին, ասաց, որ պետք է խոսեն։ Լիլիթը րոպեներ անց հասավ գրասենյակ, զայրացած, որ ընդհատել են իր պիլատեսի ժամը։ Տիգրանը խորը շունչ քաշեց նրան, ասաց, 3 տարվա մեջ առաջին անգամ, որ ամեն ինչ պետք է փոխվի։ Որ իր մոր հանդեպ վերաբերմունքն անընդունելի է։ Որ ինքը վախկոտ է եղել, բայց այլս չի լինի։ Լիլիթը նրան նայեց, կարծես նա խելագարված լիներ։ Նա ասաց, որ հոգնել է այդ ամբողջ դրամայից։ Որ մեղքը Տիգրանինն է, որ մորը ծերանոց չի տվել հենց սկզբից։ Որ ինքն ամուսնացել է ոչ թե պարավի դայակ լինելու համար։ Խոսքերը դանակի պես էին, կտրելով ցանկացած պատրանք, որ Տիգրանը դեռ ուներ այն կնոջ բնավորության մասին, ում հետ ամուսնացել էր։ Նա նրան հարցրեց, թե արդյոք նա իսկապես այդպես է զգում։ Թե արդյոք այդ ամբողջ ժամանակ նա պարզապես ծածրել է։ Լիլիթը ծիծաղեց, սառը, անհումոր ծիծաղով։ Նա ասաց, որ Տիգրանը խղճուկ է։ Որ ինքն ամուսնացել է նրա հետ փողի, կարգավիճակի, հարմարավետ կյանքի համար։ Որ սերը հեքիաթների բան է։
Եվ որ եթե նա գող չէ, կարող է շատ լավ ամուսնալուծություն պահանջել։ Բայց որ ինքը դատարկաձեռն դուրս չի գա։ Տիգրանը զգաց, կարծես հարված ստացած լիներ Ստամոքսին։ Նա միշտ գիտեր, ինչ-որ մակարդակում, որ Լիլիթը իրեն չի սիրում այնպես, ինչպես Հեղինեն էր սիրել։ Բայց դա լսելն այդքան դաժանորեն, այդքան բացահայտ, այլ բան էր։ Իրական էր։ Վերջնական էր։ Լիլիթը դուռը շրխկացնելով դուրս եկավ գրասենյակից։ Եվ Տիգրանը, տարիների մեջ առաջին անգամ, թույլ տվեց իրեն լաց լինել։ Նա լացեց մոր համար, որն ամեն ինչ զոհաբերել էր իր համար։ Լացեց կնոջ համար, որին կորցրել էր, որն իսկապես իրեն սիրել էր։ Լացեց այն տղամարդու համար, որը կարծում էր, թե ինքն է, որն իրականում երբեք գոյություն չի ունեցել։ Նա նայեց իր սեփական ձեռքերին, նույն այն ձեռքերին, որոնք միլիոնավոր դոլարների պայմանագրեր էին ստորագրում, որոնք սեղմում էին քաղաքական գործիչների գործարարների ձեռքերը, տեսավ, որ դրանք դատարկ են։ Դատարկ այն ամենից, ինչն իսկապես կարևոր էր։ Տիգրանը հիշեց մի գիշեր, տարիներ առաջ, երբ դեռ մոր հետ ապրում էր հյուրատանը։ Նա մոտ 15 տարեկան կլիներ։ Կարևոր քննության էր պատրաստվում, երբ լսեց, որ մայրը խոհանոցում կամաց լաց է լինում։ Նա գնաց այնտեղ գտավ նրան, ձեռքերը վնասված շատ կարելուց։ Նա լրացուցիչ աշխատանք էր անում, որպեսզի կարողանա վճարել իր նախապատրաստական դասընթացի գրանցման համար։ Տիգրանն այդ գիշեր խոստացել էր, որ երբ մեծանա, երբ փող ունենա, մայրն այլևս երբեք կարիք չի ունենա աշխատելու։ Որ ինքը հոգ կտանի նրա մասին։ Որ նա կունենա այն ամենը, ինչ կցանկանա։ Եվ տեսեք, թե ինչի էր դա վերածվել։ Նա ուներ շքեղ բնակարան, բայց ապրում էր նեղլիկ սենյակում։ Հասանելիություն ուներ թանկարժեք ուտելիքի, բայց ուտում էր սառը մնացորդներ։ Ուներ հարուստ որդի, բայց բոլորովին մենակ էր։ Տիգրանը հասկացավ այդ սուր ցավի պահին, որ խոստումը կատարել էր ամենավատ ձով։ Մորը տվել էր նյութական բաներ, բայց խլել էր նրանից այն, ինչի կարիքն իսկապես ուներ։ Հարգանք, արժանապատվություն, սեր։ Այդ գիշեր տիկին Անահիտը բարկած էր մահճակալին, չկարողանալով քնել։ Նա մտածում էր Պողոսի հետ խոսակցության մասին։ Մտածում էր բոլոր այն պատմությունների մասին, որ պատմել էր, բոլոր այն արցունքների մասին, որ թափել էր։ Ինչ-որ բան նրա ներսում փոխվում էր։ Այն ամոթը, որ զգում էր, վերածվել էր զայրույթի։ Արդար, մաքուր զայրույթի, որը նրան ստիպում էր ոտքի կանգնել պայքարել։ Նա նորից վերցրեց հեռախոսը։ Վերընթերցեց Նարինեի հաղորդագրությունը։ Եվ այս անգամ, դեռ դողացող, բայց վճռական ձեռքերով, նա պատասխան գրեց. Ընդամենը 3 բառ։ Ես ուզում եմ խոսել։ Քաղաքի մյուս ծայրում Նարինեն պատրաստվում էր հրաժարվել այդ գիշեր սպասելուց, երբ զգաց հեռախոսի թրթռոցը։ Նա վերցրեց սարքը, կարդաց հաղորդագրությունը։ Ժպիտ բացվեց նրա դեմքին։ Նա անմիջապես պատասխանեց, հարցնելով, թե որտեղ երբ կարող են հանդիպել։ Նա գիտեր, որ պետք է զգույշ լինեն։ Տունը հսկվում էր, Լիլիթը վերահսկում էր ամեն ինչ։ Բայց պարոն Լոնը, երբ Նարինեից տեղեկացավ Անահիտի պատասխանի մասին, մի գաղափար ունեցավ։ Հաջորդ երեքշաբթին նա տիկին Անահիտին կտաներ պլանային բժշկական զննման։ Դա այն սակավաթիվ պահերից էր, երբ նա դուրս էր գալիս տնից։ Նարինեն կարող էր լինել կլինիկայում, կեղծանունով։ Նրանք կարող էին խոսել այնտեղ, Լիլիթի աչքից հեռու։ Ծրագիրը կազմվեց։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ տիկին Անահիտը զգաց մի բան, որի զգացումը մոռացել էր։ Հույս։ Իրական շոշափելի։ Մինույն ժամանակ Արման Սարգսյանը ձեռքերը ծալած չէր նստել։ Նա կապվել էր սենսացիոն կայքի լրագրողի հետ տրամադրել ոչ միայն տեսանյութը, այլ տեղեկությունները Մարտիրոսյան հիմնադրամի անօրինականությունների մասին։ Նա ուներ փաստաթղթեր, ապացույցներ, որ նվիրատվությունների մի մասը շեղվում էր դեպի անձնական հաշիվներ։ Նա վստահ չէր, թե արդյոք Տիգրանը ներգրավված էր, թե դա Լիլիթի գործն էր, բայց դա կարող չէր։ Սկանդալը ամեն դեպքում ավերիչ կլիներ։ Լրագրողը ոգորված նյութով սկսեց ավելի խորը հետաքննություն։ Նա պարզեց, որ հիմնադրամը ուռճացված գներով պայմանագրեր ուներ կեղծ ընկերությունների հետ։ Պարզեց, որ բարեգործական միջոցառումներն ունեին ուռճացված ծախսեր, որ հավաքված գումարի մեծ մասը երբեք չէր հասնում խոստացված սոցիալական ծրագրերին։ Դա կոռուպցիայի բարդ լավ կազմակերպված ցանց էր։ Հաջորդ առավոտ կայքը հրապարակեց առաջին հոդվածը։
Վերնագիրը պայթյունավտանգ էր։ Բարեգործություն, թե՞ խաբեություն, գործարարի հիմնադրամը հետաքննության տակ է գումարների յուրացման համար։ Ռեպորտաժում կային թվեր, փաստաթղթեր, հարցազրույցներ նախկին աշխատակիցների հետ։ Այն ամուր էր, անհերքելի։ Արձագանքն անմիջապես եղավ։ Նորությունը րոպեների ընթացքում տարածվեց սոցիալական ցանցերում։ Այլ լրատվամիջոցներ սկսեցին վերահրապարակել։ Տիգրանի մամուլի ծառայության հեռախոսը չէր դադարում զանգել։ Կարինեն նյարդային խանգարման եզրին էր։ Իրավաբաններն անցան վնասների զսպման ռեժիմի։ Տիգրանը, երբ կարդաց հոդվածը, զգաց, որ աշխարհը փլուզվում է իր շուրջը։ Նա կանչեց հաշվապահին, ֆինանսական տնօրենին, հիմնադրամի կառավարման մեջ ներգրավված բոլորին։ Բացատրություններ պահանջեց։ Եվ հենց այդ ժամանակ պարզեց ճշմարտությունը։ Լիլիթը հասանելիություն ուներ հիմնադրամի հաշիվներին։ Նա ստեղծել էր ռեսուրսների յուրացման սխեմա, որը տել էր ավելի քան 2 տարի։ Օգտագործում էր փողը անձնական կրեդիտ քարտերը, ճանապարհորդությունները, շքեղ գնումները վճարելու համար։ Եվ կեղծել էր նրա ստորագրությունը բազմաթիվ փաստաթղթերում։ Տիգրանը զգաց, որ լեղին բարձրանում է կոկորդով։ Նրան խաբել էին։ Օգտագործել էին։ Եվ ամենավատը, նրա հեղինակությունը, այն ամենը, ինչի համար աշխատել էր, ոչնչացվում էր մի կնոջ ագահության պատճառով, որին կարծում էր, թե սիրում է։ Նա անմիջապես կանչեց Լիլիթին։ Նա եկավ անհոգ, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Երբ Տիգրանը փաստաթղթերը շպրտեց սեղանին, առերեսեց նրան, նա նույնիսկ չփորձեց հերքել։ Նա պարզապես ուսերը թոթվեց, ասաց, որ նա բավականաչափ փող ունի, որ պակաս չի լինի։ Որ եթե նա խելացի լիներ, կփակեր թեման, առաջ կշարժվեր։ Բայց Տիգրանն այլս նախկին պասիվ մարդը չէր։ Նա Լիլիթին ասաց, որ ամուսնալուծություն է ուզում։ Անմիջապես։ Եվ որ նա քրեական պատասխանատվության կենթարկվի իր արածի համար։ Լիլիթը ծիծաղեց նրա դեմքին։ Նա ասաց, որ նա քաջություն չունի, որ ինքը հրապարակավ կոչնչացնի նրան, եթե նա փորձի ինչ-որ բան անել իր դեմ, որ ինքն էլ ունի նրա անօրինականությունների ապացույցներ, բաներ, որոնք պահել էր որպես ապահովագրություն։ Դա պատերազմ էր։ Եվ Տիգրանը վերջապես հասկացավ, թե ում հետ է ամուսնացած։ Այդ երեքշաբթի, ինչպես պայմանավորվել էին, պարոն Լոնը տիկին Անահիտին տարավ բժշկական զննման։ Նարինեն այնտեղ էր, բուժքրոջ կերպարանքով։ Երբ տարեց կինը մտավ սենյակ, նրանք իրար նայեցին, առանց խոսքերի, հասկացան միմյանց։ Անահիտը պատմեց ամեն ինչ։ Հենց սկզբից։ Այն օրվանից, երբ Լիլիթը մտավ իր կյանք, ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։ Նարինեն ձայնագրեց ցուցմունքը, տարեց կնոջ հստակ թույլտվությամբ։ Դա ավելի քան 40 րոպեանոց անմշակ, ազնիվ, ցավոտ պատմություն էր։ Երբ ավարտեցին, Նարինեն բռնեց Անահիտի ձեռքերը, ասաց, որ նա շատ խիզախ է։ Որ նրա պատմությունը կօգնի այլ մարդկանց։ Որ նա այլս մենակ չէ։ Անահիտը լացեց, բայց այս անգամ դրանք ցավի արցունքներ չէին։ Թեթացման էին։ Կլինիկայից դուրս գալիս Անահիտն իրեն այլ կերպ էր զգում։ Ավելի թեթ։ Կարծես մի բեռ, որը տարիներ շարունակ գրել էր, վերջապես հանվել էր իր ուսերից։ Նա նայեց Երանի կապույտ երկնքին, երկար ժամանակ անց առաջին անգամ, ժպտաց։ Բնակարան վերադառնալու ճանապարհին պարոն Լոնը նկատեց նրա մեջ փոփոխությունը։ Հետին հայելու միջով նա տեսնում էր, որ Անահիտը նայում է պատուհանից, բայց ոչ այն սովորական դատարկ հայացքով։ Ինչ-որ տարբեր բան կար։ Մի կայծ։ Նա ոչինչ չհարցրեց, պարզապես հարգալից լռությամբ վարեց մեքենան, բայց սիրտը ավելի թեթ էր։ Այդքան տարի ականատես լինելով այդ կնոջ տառապանքներին, վերջապես տեսնում էր նշան, որ ինչ-որ բան փոխվում է։ Անահիտը դիտում էր պատուհանից անցնող Երանի փողոցները։ Տեսնում էր մարդկանց, որոնք քայլում էին, աշխատում, ապրում իրենց կյանքով։ Եվ տարիների մեջ առաջին անգամ զգում էր, որ ինքը նույնպես դրա մի մասն է։ Որ ինքը նույնպես իրավունք ունի այնտեղ լինելու, տեսանելի լինելու, լսելի լինելու։ Նա մտածեց իր նման բոլոր կանանց մասին, որոնք թաքնված են շքեղ կամ համեստ տներում, լուռ տառապում են, որովհետև հավատում են, որ իրենց դերը դիմանալն է։ Եվ զգաց, որ իր քաջությունը, որքան էլ փոքր լիներ, կարող էր տարբերություն ստեղծել։ Մի նույն ժամանակ, բնակարանում Լիլիթը ճամպրուկներն էր հավաքում։
Ոչ թե որովհետև Տիգրանն էր խնդրել, այլ որովհետև գիտեր, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից։ Նա պլան B ուներ։ Միշտ ուներ։ Նա զանգահարեց իր փաստաբանին, մի մարդու, որը հայտնի էր անհույս գործեր պաշտպանելով հաղթելով։ Ասաց նրան, որ ուզում է ամեն ինչի կեսը։ Եվ որ ջանք չի խնայի դրան հասնելու համար։ Ճակատամարտը նոր էր սկսվում։ Բայց այս անգամ Տիգրանը դաշնակիցներ ուներ։ Պողոսը, պարոն Լոնը, Գայանեն, Հասմիկը։ Եվ ամենակարևորը ուներ սեփական մորը, որը վերջապես գտել էր իր ձայնը։ Եվ ամեն ինչի կենտրոնում Նարինեն աշխատում էր վերջնական ռեպորտաժի վրա։ Այն ռեպորտաժի, որը կփոխեր ամեն ինչ։ Նա ուներ բոլոր տարրերը։ Անահիտի ցուցմունքը, ռեսուրսների յուրացման ապացույցները, նախկին աշխատակիցների պատմությունները։ Դա ամբողջական պատմություն էր։ Հզոր։ Անհերքելի։ Հրապարակումը նախատեսված էր հաջորդ երկուշաբթի։ Եվ Երանը, գուցե ամբողջ Հայաստանը, ցնցվելու էր։ Երկուշաբթին բացվեց Երանի վրա անպամած երկնքով։ Ծանր ամպեր էին կուտակվել, կարծես բնությունն ինքը կանխազգում էր, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենալու։ Լրատվական պորտալի խմբագրությունում, որտեղ աշխատում էր Նարինեն, լարվածությունը շոշափելի էր։ Ռեպորտաժը պատրաստ էր, 3 անգամ վերանայված, իրավաբանների կողմից ստուգված։ Առավոտյան ժամը 9-ին այն կհրապարակվեր։ Նարինեն հազիվ էր քնել։ Նա գիտեր, թե ինչ ազդեցություն կունենար այդ հոդվածը։ Դա ոչ միայն Տիգրան Մարտիրոսյանի կամ Լիլիթի մասին էր։ Դա Հայաստանի բոլոր տիկին Անահիտների մասին էր։ Բոլոր անտեսանելի, սեփական ընտանիքներում լուռ բռնության ենթարկվող տարեց կանանց մասին։ Բոլոր այն կանանց, որոնք կյանքը նվիրել էին իրենց զավակներին ծերության մեջ մոռացվել, նվաստացվել, վերաբերվել էին որպես բեռի։ Կենտրոնի բնակարանում Տիգրանը նույնպես չէր քնել։ Նա գիշերն անցկացրել էր իր գրասենյակում, շրջապատված փաստաթղթերով, փորձելով հասկանալ Լիլիթի պատճառած վնասի չափը։ Իրավաբանները հստակ էին եղել։ Իրավիճակը չափազանց լուրջ էր։ Բարեգործական հիմնադրամից միջոցների յուրացումը դաշնային հանցագործություն էր։ Նույնիսկ եթե նա կարողանար ապացուցել, որ մասնակցություն չի ունեցել, նրա հեղինակությունը երբեք ամբողջությամբ չէր վերականգնվի։ Լիլիթը իր հերթին Հյուսիսային պողոտայի 5 աստղանի հյուրանոցում էր։ Նա բնակարանից հեռացել էր 2 օր առաջ, իր հետ տանելով հագուստով զարդերով լի ճամպրուկներ։ Նրա փաստաբանը խորհուրդ էր տվել հեռու մնալ, մինչ իրենք պաշտպանություն էին պատրաստում։ Նա վստահ էր։ Միշտ ստացել էր այն, ինչ ուզել էր կյանքում։ Ինչու այս անգամ այլ կերպ պետք է լիներ։ Տիկին Անահիտն արթնացավ շուտ, ինչպես միշտ։ Բայց այդ առավոտն այլ էր։ Նա գիտեր, որ ռեպորտաժը կհրապարակվի։ Նարինեն նրան զգուշացրել էր։ Եվ թե նյարդայնանում էր, սրտում խաղաղություն կար։ Տարիների մեջ առաջին անգամ նա ոչ միայն գոյություն ուներ։ Նա ապրում էր։ Նա պայքարում էր։ Ժամը 9-ին ճիշտ ռեպորտաժը հրապարակվեց։ Վերնագիրը բաբախում էր հազարավոր մարդկանց համակարգիչների հեռախոսների էկրաններին։ Ճչացող լռություն, սեփական ընտանիքի կողմից բռնության ենթարկված տարեց կնոջ պատմությունը։ Հոդվածը ծավալուն էր, մանրամասն, հուզիչ։ Սկսվում էր տիկին Անահիտի ցուցմունքով, արտագրված հարգալից արժանապատիվ կերպով։ Նա պատմում էր իր սեփական խոսքերով նվաստացման, մենության անհարգալից վերաբերմունքի տարիների մասին։ Արձագանքն անմիջապես ջախջախիչ էր։ Րոպեների ընթացքում ռեպորտաժը սոցիալական ցանցերի թրենդային թեմաներում էր։ Ազդեցիկ անձինք կիսվում էին, հայտնիները մեկնաբանում էին, սովորական մարդիկ հուզվում էին։ Շատերը պատմում էին ընտանիքում բռնության ենթարկված տարեցների իրենց սեփական պատմությունները։ Կարծես մի հավաքական վերք, որը երկար ժամանակ թաքնված էր, վերջապես լույսի տակ էր հայտնվում։ Տիգրանի հեռախոսը սկսեց անդադար զանգել։ Լրագրողներ, որոնք հայտարարություններ էին ուզում, ընկերներ, որոնք ուզում էին իմանալ, թե արդյոք դա ճիշտ է, գործընկերներ, որոնք բացատրություններ էին պահանջում։ Կարինեն զանգեց, հուսահատ, ասելով, որ անհապաղ պատասխան է պետք։ Բայց Տիգրանը չգիտեր ինչ ասել։ Ինչպես բացատրել անբացատրելին։ Ինչպես արդարացնել տարիների թողտվությունը։ Հենց այդ ժամանակ Պողոս Ավետիսյանը ժամանեց բնակարան։ Նա չզանգեց, չզգուշացրեց։
Պարզապես հայտնվեց այն մարդու հեղինակությամբ, ով իրավունք ուներ այնտեղ լինելու։ Նա գտավ Տիգրանին հյուծված, աչքերի տակ մուգ շրջանակներով, դեմքը նշանավորված մեղքի հոգնածության հետքերով։ Պողոսը նստեց նրա կողքին առաջին անգամ ոչ թե քննադատությամբ կամ պահանջներով եկավ կարեկցանքով։ Պողոսն ասաց, որ հասկանում է ճնշումը, հասկանում է վախը, հասկանում է, թե որքան հեշտ է կորչել այդքան հաջողության մեջ մոռանալ, թե ինչն է իսկապես կարևոր։ Նա Տիգրանին պատմեց իր սեփական սխալների, այն անգամների մասին, երբ աշխատանքը ընտանիքից վեր էր դասել, այն զղջումների մասին, որ կրում էր։ Եվ հետո ասաց մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Որ դեռ ուշ չէ ճիշտն անելու համար։ Որ քաջությունը երբեք չընկնելը չէ, այլ ընկնելուց հետո ոտքի կանգնելը։ Տիգրանը լուր լսում էր, արցունքներն ազատ հոսում էին դեմքով։ Նա Պողոսին հարցրեց, թե ինչ պետք է անի։ Եվ Պողոսը պատասխանեց ավերիչ պարզությամբ. գնալ մոր մոտ, ծնկի իջնել նրա առաջ ներողություն խնդրել։ Ոչ թե տեսախցիկների, ոչ թե մամուլի համար, այլ նրա համար։ Եվ հետո, կյանքի մնացած մասն անցկացնել փոխհատուցելով։ Այդ պահին տիկին Անահիտն իր փոքրիկ սենյակում էր, հյուրեր ընդունելով։ Հասմիկը վերադարձել էր, բերված պարոն Լոնի կողմից։ Գայանեն բարձրացել էր հատուկ նախաճաշի սկուտեղով։ Երեք կանայք այնտեղ էին, տարեց կնոջ շուրջը, երբ Տիգրանը թակեց դուռը։ Անահիտը տատանվեց։ Նրա մի մասն ուզում էր նրան դուրս ուղարկել, ուզում էր, որ նա զգա մերժման ցավը, ինչպես ինքն էր զգացել այդքան անգամ։ Բայց մյուս մասը, այն մասը, որը դեռ մայր էր, ասաց բացել դուռը։ Եվ նա բացեց։ Տիգրանը ներս մտավ, տեսնելով մորը շրջապատված այն կանանցով, որոնք նրան աջակցում էին, զգաց իր բացակայության ողջ ծանրությունը։ Նա չսպասեց, գեղեցիկ խոսքեր չփորձեց։ Պարզապես ծնկի իջավ մոր առաջ, սկսեց լաց լինել։ Ներողություն խնդրեց։ Ներողություն վախկոտ լինելու, կեղծ խաղաղությունն արդարության փոխարեն ընտրելու, թույլ տալու համար, որ նա տառապի, մինչ ինքը ձացնում էր, թե չի տեսնում։ Անահիտը դողացող ձեռքը դրեց որդու գլխին։ Նա չասաց, որ ամեն ինչ լավ է, որովհետ այդպես չէր։ Նա չասաց, որ ամբողջությամբ ներում է, որովհետ ցավը չափազանց խորն էր։ Բայց նա ասաց, որ դա սկիզբ է։ Եվ երբեմն, սկիզբն այն ամենն է, ինչ մեզ պետք է։ Հասմիկը, Գայանեն, պարոն Լոնը, որոնք ականատես էին եղել այդ տեսարանին, նույնպես լացում էին։ Հասմիկը հիշեց բոլոր այն անգամները, երբ գտել էր Անահիտին մենակ, վախից դողալով, ցավը լուռ կուլ տալով։ Գայանեն մտածեց սառը ճաշերի մասին, որոնք ստիպված էր եղել մատուցել, այն անգամների մասին, երբ տեսել էր տարեց կնոջը սոված ոչինչ չէր կարողացել անել։ Պարոն Լոնը հիշեց լուռ երթուղիները, տխուր հայացքները հետին հայելու միջով, իմանալու, բայց գործել չկարողանալու անզորությունը։ Եվ հիմա այնտեղ այդ փոքրիկ սենյակում, որը բանտ էր եղել, բայց որը պատրաստվում էր ազատություն դառնալ, բոլորը զգում էին, որ ինչ-որ հիմնարար բան է փոխվում։ Դա ոչ միայն մի ընտանիքի մասին էր։ Դա բոլոր ընտանիքների մասին էր։ Դա բոլոր այն անգամների մասին էր, երբ լռությունն ընտրվել էր ճշմարտության փոխարեն։ Բոլոր այն անգամների մասին, երբ հարմարավետությունը հաղթել էր կարեկցանքին։ Մինույն ժամանակ, քաղաքի մյուս ծայրում Լիլիթը նյարդային խանգարում էր ունենում։ Նրա փաստաբանը նրան տեղեկացրել էր, որ իրավիճակն ավելի վատ է, քան պատկերացնում էին։ Դատախազությունն արդեն հետաքննություն էր սկսել։ Պետական եկամուտների կոմիտեն հետաքննում էր։ Բանկային հաշիվները կարգելափակվեին։ Նա կարող էր բանտ ընկնել։ Լիլիթը, կյանքում առաջին անգամ, իրական վախ զգաց։ Ոչ թե շքեղությունները կամ կարգավիճակը կորցնելու վախը։ Ազատությունը կորցնելու վախը։ Նա փորձեց զանգել Տիգրանին, բայց նա չէր պատասխանում։ Փորձեց զանգել ընկերուհիներին, բայց ոչ ոք չէր ուզում նրա հետ կապվել։ Նա մենակ էր։ Բոլորովին մենակ։ Եվ հետո նա հասկացավ։ Անահիտը, այն պառավը, որին այդքան արհամարհել էր, ուներ մի բան, որը Լիլիթը երբեք չէր ունենա։ Նա ուներ մարդիկ, որոնք իրեն իսկապես սիրում էին։ Մարդիկ, որոնք պատրաստ էին պայքարել նրա համար։ Լիլիթն ուներ միայն շահամոլներ, որոնք լքեցին նրան խնդրի առաջին իսկ նշանի դեպքում։ Վերադառնալով բնակարան, Տիգրանը որոշում կայացրեց։ Նա մամուլի ասուլիս կտար։ Ոչ թե արդարանալու, այլ պատասխանատվություն ստանձնելու համար։
Կարինեն փորձեց հետ պահել նրան, ասելով, որ դա ռիսկային է, որ նա կարող է վատթարացնել իրավիճակը։ Բայց Պողոսն աջակցեց։ Եվ Տիգրանը վճռական էր։ Հարցազրույցը նշանակվեց նույն օրվա կեսօրին Մարտիրոսյան հիմնադրամի գլխամասային գրասենյակում։ Տասնյակ լրագրողներ ներկայացան։ Ազգային հեռուստաալիքների տեսախցիկներ, պորտալների թղթակիցներ, թվային ազդեցիկ անձինք։ Բոլորն ուզում էին լսել, թե ինչ ասելիք ունի սկանդալի կենտրոնում գտնվող մարդը։ Տիգրանը բեմ բարձրացավ միայնակ։ Առանց խորհրդականների կողքին, առանց իրավաբանների, նրա խոսքերը վերահսկելու։ Միայն նա, մի խոսափող ճշմարտությունը։ Նա սկսեց, հաստատելով այն ամենը, ինչ ռեպորտաժում էր։ Հաստատեց, որ մայրը բռնության է ենթարկվել։ Հաստատեց, որ ինքը թողտվություն է ցուցաբերել։ Հաստատեց, որ հիմնադրամում միջոցների յուրացում է եղել, թե ոչ իր նախաձեռնությամբ։ Բայց ամենաազդեցիկն այն էր, երբ նա ներողություն խնդրեց։ Ոչ միայն մորից, այլ Հայաստանի բոլոր տարեցներից, որոնք նմանատիպ իրավիճակներում էին ապրում։ Նա լացեց տեսախցիկների առաջ, ոչ թե թատերական, այլ անկեղծ։ Եվ ասաց, որ այդ օրվանից իր կյանքը կնվիրի սխալներն ուղղելուն։ Որ կստեղծի տարեցների պաշտպանության իրական ծրագրեր։ Որ կօգտագործի իր ձայնն ու ռեսուրսները, փոխելու նրանց իրականությունը, ովքեր ձայն չունեն։ Լրագրողների հարցերը եկան տարափի պես։ Լիլիթի, ամուսնալուծության, հետաքննությունների մասին։ Տիգրանը պատասխանեց ամեն ինչին ցավոտ ազնվությամբ։ Հաստատեց, որ կամուսնալուծվի, որ կհամագործակցի իշխանությունների հետ, որ կստանձնի իր ընտրությունների հետանքները։ Հարցազրույցն ավարտվեց, բայց արձագանքը նոր էր սկսվում։ Ոմանք քննադատեցին նրան, ասելով, որ արդեն ուշ է, որ դա պարզապես վնասների վերահսկում է։ Մյուսները հուզվեցին անկեղծությունից։ Բայց բոլորը համաձայն էին մի բանում։ Տիկին Անահիտի պատմությունը հուզել էր ամբողջ Հայաստանը։ Սոցիալական ցանցերում ձայնտարեցներին հայաստանյանահիտները հեշթեգները սկսեցին վիրուսային դառնալ։ Մարդիկ կիսվում էին իրենց սեփական մայրերի, տատիկների մորաքույրների լուսանկարներով, պատմելով նմանատիպ պատմություններ։ Հոգեբանական բռնության, պարտադրված մենության, խնամքի անվան տակ քողարկված անհարգալից վերաբերմունքի մասին պատմություններ։ Կարծես պատնեշները քանդվել էին, զսպված ցավի գետը վերջապես հոսք էր գտել։ Հեռուստահաղորդումներում փորձագետները քննարկում էին ելույթը։ Հոգեբանները խոսում էին էյջիզմի, այն մասին, թե ինչպես է հասարակությունն անտեսանելի դարձնում տարեցներին։ Իրավաբանները բացատրում էին օրենքով երաշխավորված, բայց հազվադեպ հարգվող իրավունքները։ Սոցիալական աշխատողները բացահայտում էին ահազանգերի տագնապալի թվեր, որոնք երբեք պատժի չէին հանգեցրել։ Անահիտի պատմությունը դարձել էր ազգային քննարկման պատճառ, որը վաղուց պետք է տեղի ունենար։ Հաջորդ օրերին ցույցեր սկսվեցին։ Տարեցների պաշտպանության ՀԿ-ները տեսանելիություն ձեռք բերեցին։ Պատգամավորները սկսեցին քննարկել տարեցների նկատմամբ բռնության դեմ ավելի խիստ օրենքների նախագծեր։ Ստեղծվեցին մասնագիտացված բաժանմունքներ։ Գործարկվեցին թեժ գծեր։ Մի կնոջ ցավը վերածվել էր սոցիալական փոփոխության։ Լիլիթին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց։ Նրա դեմ ապացույցներն անհերքելի էին։ Կեղծված փաստաթղթեր, ապացուցված յուրացում, աշխատակիցների ցուցմունքներ։ Նրա փաստաբանը փորձեց գործարքի գնալ, բայց դատախազությունն անդրդվելի էր։ Նա կդատվեր։ Եվ դատավճիռը, երբ գար, օրինակելի կլիներ։ Մինույն ժամանակ, կենտրոնի բնակարանում լուռ փոխակերպումներ էին տեղի ունենում։ Տիգրանը դատարկեց Լիլիթի զգեստապահարանը, այն նորից վերածեց մոր համար ննջասենյակի։ Ընդարձակ, օդափոխվող սենյակ, տեսարանով դեպի Արարատ։ Նա հետ բերեց հին կահույքը, որը հեղինեն այդքան սիրում էր, ընտանեկան լուսանկարները, պատմություն ունեցող իրերը։ Տունը նորից տուն դարձավ։ Տիկին Անահիտը, տարիների մեջ առաջին անգամ, նստեց ճաշասեղանի շուրջ որդու հետ։ Նրանք միասին ճաշեցին, սկզբում լուռ, բայց կամաց-կամաց խոսակցություններ սկսվեցին։ Խոսակցություններ անցյալի, Հեղինեի, սխալների, զղջումների մասին։ Հեշտ չէր։ Վերքը խորն էր։ Բայց սկսում էր սպիանալ։ Հասմիկը վերանշանակվեց ոչ թե որպես տնտեսուհի, այլ որպես Անահիտի ուղեկցող։ Պարոն Լոնը ստացավ աշխատավարձի բարձրացում պաշտոնական ներողություն, այդքան դժվարին իրավիճակում հայտնվելու համար։
Գայանեն ստացավ լիակատար ինքնավարություն խոհանոցում հրահանգ միշտ պատրաստել ճաշերը, մտածելով տիկին Անահիտի բարեկեցության մասին։ Պողոս Ավետիսյանը ժամանակավորապես ստանձնեց հիմնադրամի նախագահությունը, մինչ ամբողջական աուդիտ էր իրականացվում։ Պարզվեց, որ կորուստը ավելի մեծ էր, քան պատկերացնում էին։ Լիլիթը 2 տարվա ընթացքում յուրացրել էր գրեթե 3 միլիոն դրամ։ Տիգրանը վաճառեց անձնական գույքը, գումարը փոխհատուցելու երաշխավորելու, որ սոցիալական ծրագրերը կշարունակեն գործել։ Ռեպորտաժի հրապարակումից 3 ամիս անց Նարինե Վարդանյանին հրավիրեցին ստանալու հետաքննական լրագրության մրցանակ։ Իր շնորհակալական խոսքում նա մրցանակը նվիրեց տիկին Անահիտին, նրան հերոսուհի անվանելով։ Անահիտը հանդիսատեսի շարքերում էր, Տիգրանի ուղեկցությամբ։ Երբ լսեց իր անունը, նա ոտքի կանգնեց, ամբողջ դահլիճը ոտնկայս ծափահարեց։ Դրանք ծափահարություններ էին ոչ միայն նրա, այլ բոլոր այն տարեց կանանց համար, որոնք վերջապես տեսանելի էին դառնում։ Լիլիթի դատավարությունը տեղի ունեցավ սկանդալից 6 ամիս անց։ Դատարանը լեփ-լեցուն էր։ Նա ներս մտավ գլխիկոր, առանց նախկին ամբարտավանության։ Գործընթացը տեց 3 օր։ Վկաներ լսվեցին, ապացույցներ ներկայացվեցին, արդյունքներ թափվեցին։ Երբ հերթը հասավ տիկին Անահիտի ցուցմունքին, հարգալից լռություն տիրեց դատարանում։ Նա դժվարությամբ, բայց արժանապատվորեն քայլեց դեպի վկաների աթոռը։ Եվ հետո պատմեց իր պատմությունս մեկ անգամ։ Բայց այս անգամ նրա ձայնում ամոթ չկար։ Ուժ կար։ Նրա ուժը, ով գոյատել էր որոշել, որ իր ցավը իմաստ պետք է ունենա։ Նա խոսեց այն տարիների մասին, երբ ամուսնու մահից հետո միայնակ էր մեծացրել Տիգրանին։ Անքուն գիշերների ուրիշների համար կարելու, այն ճաշերի մասին, որ բաց էր թողել, որպեսզի որդին ավելի լավ ուտի։ Այն հպարտության մասին, որ զգացել էր, երբ նա ընդունվել էր համալսարան, երբ բացել էր առաջին ընկերությունը, երբ հաջողության էր հասել։ Եվ հետո հաստատուն, բայց հուզմունքով լի ձայնով, նա խոսեց այն մասին, թե ինչպես այդ նույն հաջողությունը նրան հեռացրեց իր սիրելի որդուց։ Դա զայրացած մեղադրանք չէր։ Դա ազնիվ, ցավոտ, անհրաժեշտ պատմություն էր։ Նա պատմեց մենության, մշտական վախի, լուռ լացի գիշերների մասին։ Եվ երբ ավարտեց, դատարանում չոր աչք չկար։ Նույնիսկ դատավորը, 60 տարեկան մի տղամարդ, որը հայտնի էր իր խստությամբ, ստիպված եղավ զգուշորեն մաքրել ակնոցները։ Լիլիթը լսում էր նրան գլխիկոր։ Չհամարձակվեց նայել սկեսրոջ աչքերին։ Չէր դիմանա այն բանին, ինչ կտեսներ այնտեղ։ Ոչ ատելություն, ոչ վրեժ։ Այլ ավելի վատ բան։ Խղճահարություն։ Դատավճիռը կայացվեց 1 շաբաթ անց։ Լիլիթը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, միջոցների յուրացման, փաստաթղթերի կեղծման տարեցի նկատմամբ բռնության համար։ Պատիժը խիստ էր, բայց արդար։ Եվ օրինակ ծառայեց։ Որ կարող չէ, թե որքան հարուստ կամ հզոր է որևէ մեկը։ Արդարությունը երբեմն հաղթանակում է։ Սկանդալից 1 տարի անց կյանքը նոր ռիթմ էր գտել։ Տիգրանը երբեք ամբողջությամբ չվերականգնեց իր հեղինակությունը, բայց ավելի արժեքավոր բան էր ձեռք բերել։ Հարգանք։ Նրանց հարգանքը, ովքեր գիտեին, որ նա ստանձնել էր իր սխալները, անկեղծորեն փորձում էր ավելի լավը լինել։ Մարտիրոսյանի հիմնադրամը վերակազմավորվեց, սկսեց կենտրոնանալ բացառապես խոցելի իրավիճակում գտնվող տարեցների պաշտպանության աջակցության վրա։ Բացվեցին խնամքի տներ։ Ստեղծվեցին այցելությունների ծրագրեր։ Թեժ գծերն աշխատում էին 24 ժամ։ Տիկին Անահիտը, առանց ցանկանալու, դարձավ հանրային դեմք։ Նա դասախոսություններ էր կարդում դպրոցներում, մասնակցում արշավների, այցելում ծերանոցներ։ Նրա պատմությունը ոգեշնչում էր հազարավոր մարդկանց։ Նա ամեն օր նամակներ էր ստանում տարեցներից, որոնք լսելով նրա պատմությունը, քաջություն էին գտել բարձրաձայնելու իրենց սեփական իրավիճակների մասին։ Եվ դեկտեմբերի մի արոտ օր, ճիշտ 1 տարի 3 ամիս անց այն ճակատագրական գիշերվանից, մի այլ միջոցառում տեղի ունեցավ։ Նույն դահլիճում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, բացվեց տիկին Անահիտ տարեցների աջակցության պաշտպանության կենտրոնը։ Դահլիճը նորից լիքն էր։ Բայց այս անգամ կեղծիք չկար, դատարկ շքեղություն չկար։ Ճշմարտություն կար։ Մարդիկ կային, որոնք իսկապես հոգ էին տանում։ Այնտեղ էին Պողոսը, պարոն Լոնը, Գայանեն, Հասմիկը, Նարինեն, ՀԿ-ների ներկայացուցիչներ, գործին նվիրված քաղաքական գործիչներ, հարյուրավոր տարեցներ, որոնք եկել էին շնորհակալություն հայտնելու։
Երբ տիկին Անահիտը բարձրացավ բեմ բացման ժապավենը կտրելու, նա նայեց դահլիճին, տեսավ, խորքում, այն պատի մոտ, որտեղ ինքը սովորաբար անտեսանելի էր մնում, մի տարեց կին։ Համեստ հագնված, անհարմարությամբ շուրջը նայող, փորձելով ուշադրություն չգրավել։ Անահիտը ճանաչեց այդ հայացքը։ Դա իր սեփական հայացքն էր 1 տարի առաջ։ Նա խնդրեց, որ կնոջը բերեն իր մոտ։ Տարեց կինը եկավ, վախեցած, կարծելով, թե ինչ-որ սխալ բան է արել։ Բայց Անահիտը գրկեց նրան։ Բռնեց նրա ձեռքերը հաստատուն ձայնով ասաց. «Դուք մենակ չեք։ Այլս երբեք մենակ չեք լինի»։ Կինը, որին հետո իմացան, որ տիկին Սիրանուշ են անվանում, սկսեց լաց լինել։ Նա, հեկեկոցների միջով, պատմեց, որ ապրում է դստեր Փեսայի հետ, բայց իրեն բեռ է զգում։ Որ քնում է լվացքատանը, որովհետև իր համար այլս տեղ չկա։ Որ ուտում է բոլորից հետո, միշտ մնացորդները։ Որ այնտեղ էր այդ միջոցառմանը, որովհետև տեսել էր Անահիտի մասին ռեպորտաժը, մտածել, որ եթե այդ կինը քաջություն է ունեցել, գուցե ինքն էլ կարող է ունենալ։ Անահիտը Սիրանուշի դեմքը բռնեց իր ձեռքերի մեջ, խորը նայելով նրա աչքերին, ասաց, որ քաջությունը միանգամից չի գալիս։ Որ ինքն էլ տարիներ է պահանջվել իրենը գտնելու համար։ Բայց որ կարորը սկսելն է։ Առաջին քայլն անելը։ Եվ որ այսուհետ Սիրանուշը օգնություն կունենա։ Կունենա կենտրոնը, կունենա սոցիալական աշխատողներ, կունենա իրավաբաններ։ Կունենա, ամենից առաջ, մարդիկ, որոնք հոգ են տանում։ Ամբողջ դահլիճը հուզված լռությամբ դիտում էր այդ տեսարանը։ Եվ շատերը հասկացան այդ պահին, որ դա ավելին էր, քան միջոցառում։ Դա շարժման ծնունդ էր։ Դա խոստում էր, որ ոչ մի Անահիտ, ոչ մի Սիրանուշ, ոչ մի հայ տարեց կին այլս կարիք չի ունենա լուր տառապելու։ Եվ հենց այդ պահին Տիգրանը, հեռվից դիտելով, վերջապես հասկացավ բարեգործության իրական իմաստը։ Դա շքեղ միջոցառումներ կազմակերպելը կամ ամսագրերի շապիկներին հայտնվելը չէր։ Դա մյուսին նայելն էր, իսկապես նայելը, գործել ընտրելը։ Դա ցավը նպատակի վերածելն էր։ Դա լինելն էր այն փոփոխությունը, որի կարիքն աշխարհն ուներ։ Արարողությունից հետո Տիգրանն ու Անահիտը միասին վերադարձան տուն։ Նրանք ընթրեցին պատշգամբում, դիտելով մայրամուտը։ Շատ չխոսեցին։ Կարիք չկար։ Որոշ բաներ զգացվում են, ոչ թե ասվում։ Անահիտը վերցրեց որդու ձեռքը, թեթակի սեղմեց։ Եվ Տիգրանը հասկացավ։ Դա ներում էր։ Դա մոռանալ չէր, երբեք չէր լինի։ Բայց դա առաջ շարժվել էր։ Վերակառուցել էր։ Սերը վրդովմունքից վեր ընտրել էր։ Այդ գիշեր, քնելուց առաջ, Անահիտը վերցրեց ստվարաթղթե տուփը մահճակալի տակից։ Լուսանկարները, վկայականները, համբերիչը։ Նա այլս կարիք չուներ դրանք թաքցնելու։ Տիգրանը դարակներ էր տեղադրել նրա նոր սենյակում։ Եվ այնտեղ նա սիրով դասավորեց իր հիշողությունները։ Պարոն Անտոնը ժպտում էր գիշերասեղանի վրայի շրջանակից։ Հարսանեկան լուսանկարը, վերջապես ցուցադրված։ Վերջապես պատված։ Նա պառկեց, տարիների մեջ առաջին անգամ, խաղաղ քնեց։ Առանց վախի, առանց տագնապի, առանց ցավի։ Պարզապես խաղաղություն։ Նրա խաղաղությունը, ով պայքարել հաղթել էր։ Ոչ թե հաղթել էր այլ մարդկանց, այլ լռությանը։ Անտեսանելիությանը։ Այն անարդար ամոթին, որ այդքան երկար կրել էր։ Քաղաքի մյուս ծայրում Նարինեն տանն էր, համակարգչի դիմաց, նոր հետաքննություն սկսելով։ Այդքան դեռ չպատմված պատմություններ կային։ Այդքան դեռ լռեցված ձայներ։ Բայց նա գիտեր, որ մեկ առ մեկ այդ պատմությունները լույս կտեսնեն։ Եվ որ յուրաքանչյուր պատմված պատմություն հնարավորինս փրկված կյանք է։ Կանանց բանտի սառը խցում Լիլիթը նայում էր առաստաղին, չկարողանալով քնել։ Նա մտածում էր այն ամենի մասին, ինչ կորցրել էր։ Առանձնատունը, հագուստը, զարդերը, կարգավիճակը։ Բայց դրանից ավելին, նա մտածում էր մի բանի մասին, որը երբեք չէր ունեցել, հիմա հասկանում էր, որ երբեք չի ունենա։ Իրական սեր։ Այն սերը, որ Անահիտը ստանում էր մարդկանցից, որոնք ոչինչ չունեին շահելու դրանից։ Այն սերը, որը գոյատում է փոթորիկներից հետո։ Եվ երանի ինչ-որ մի տեղ, մի համեստ տանը մի տարեց կին, որը տեսել էր Նարինեի ռեպորտաժը, տարիների մեջ առաջին անգամ վերցրեց հեռախոսը։ Նա հավաքեց թեժ գծի համարը։ Եվ դողացող, բայց հաստատուն ձայնով ասաց.
Ես օգնության կարիք ունեմ։ Եվ առաջին անգամ հավատաց, որ իրեն կլսեն։ Որովհետև այսպես է տեղի ունենում փոփոխությունը։ Ոչ թե մեծ, հանկարծակի հեղափոխություններով, այլ քաջության փոքրիկ գործերով։ Ձայներով, որոնք հրաժարվում են լռեցված մնալ։ Պատմություններով, որոնք պետք է պատմվեն։ Եվ տիկին Անահիտի պատմությունը Մալաթիայից մի համեստ կնոջ, որին գրեթե ջնջել էր արամարանքը, դարձավ հազարավորների պատմությունը։ Դարձավ խորհրդանիշ։ Հիշեցում, որ արժանապատվությունը տարիքի հետ չի կորչում։ Դա մի բան է, որը միշտ այնտեղ է եղել, սպասելով ճանաչման։ Ի վերջո, Տիգրանի իրական հարստությունը ոչ թե նրա բանկային հաշիվներում կամ գույքում էր, այլ մոր աչքերին նայելու, տարիների մեջ առաջին անգամ, ոչ թե ցավ, այլ հույս տեսնելու կարողության մեջ։ Այն գիտակցության մեջ, որ չնայած բոլոր սխալներին, նա դեռ ժամանակ ուներ ճիշտն անելու համար։ Եվ տիկին Անահիտը, նստած իր պատշգամբում, դիտելով աստղերը, ժպտաց։ Ոչ թե այն ստիպված ժպիտով, որով ծածնում են, թե լավ են, այլ այն անկեղծ ժպիտով, որով վերջապես, այդքան ժամանակ անց, տանն են։ Իսկապես տանը։ Որովհետև տունը վայր չէ։ Զգացում է։ Այնտեղ է, որտեղ մենք մեզ զգում ենք ապահով, սիրված, տեսանելի։ Եվ երկար ու ցավոտ ճանապարհորդությունից հետո Անահիտը վերջապես գտել էր իր ճանապարհը դեպի տուն։ Եվ մինչ երանյան գիշերվա մեղմ քամին շոյում էր նրա դեմքը, նա փակեց աչքերը, շնորհակալություն հայտնեց։ Շնորհակալություն հայտնեց այն ուժի համար, որը գտավ, երբ կարծում էր, թե այլս չունի։ Շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք հայտնվեցին, երբ նա ամենաշատն էր դրա կարիքն ունեցել։ Եվ շնորհակալություն հայտնեց, որ բավական երկար ապրեց, տեսնելու, որ երբեմն արդարությունը ուշանում է, բայց հասնում է։ Եվ որ երբ հասնում է, փոխում է ոչ միայն մեկ կյանք, այլ մի ամբողջ երկիր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Անահիտի Տիգրանի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք ապրումակցեցիք ցավի, քաջության, քավության այս ճանապարհորդությանը, դրեք ձեր հավանությունը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, պատմեք, թե որ պահն ամենաշատը հուզեց ձեզ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կոնֆլիկտները, հիշեցնում մեզ այն ուժի մասին, որը գոյություն ունի յուրաքանչյուրիս մեջ։ Ձեր ներկայությունն այստեղ մեծ նշանակություն ունի։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում նոր պատմությամբ, որը ձեզ կստիպի խորել այն կապերի մասին, որոնք մեզ միավորում են, այն ընտրությունների, որոնք մեզ սահմանում են։ Մինչ շուտով։